Սովորաբար մարդիկ երջանիկ են պատերազմից հետո մի քանի տարի։ Պարադոքսալ է, բայց մեր երջանկությունը տառապանքի մեջ է, չէ՞։ Երբ որ դուք սովորում եք հանգիստ կյանքի, շատ ավելի մանր բաներ ձեզ սկսում են ահավոր անհանգստացնել։ Կյանքի որ էտապում է մեր մեջ մեռնում, որ մեծանում ենք, դառնում ենք տենց ձանձրալի։ Բոլորս դարձել են սոցիալական ցանցերի ստրուկներ։ Facebook-ը ընդունեց իր մեղքը, որ իր ալգորիթմը ատելության խոսքը ավելի լավ էր տարածում, ավելի շատ էր տարածում։ Ամենադաժան բիզնեսն է, որ կարելի է մտածել։ Այսինքն ինչ ունենք, սրա հետ ոչինչ չենք կարող անել եւ մեր էմոցիաների հետ խաղալու ենք։ Ընտանիքով բավականին մեծ գումար ունեցանք, բայց այդ ամբողջ գումարը ես ու քինս ներդրեցինք, եւ հիմա ապրում ենք աշխատավարձով։ Որ զարգանանք, որ հետաքրքիր լինի, որ դժվար լինի։ Ոնց կարող է Արամը Փախչյանյան լինելով ֆիզիկոս նման բան ասել։ Հիմա ես ասեմ դուք մեկնաբան եք։ Եթե ես գիտեմ, որ դուք նոր ասացիք այս, որովհետեւ մեծ Python-ից եկել է որոշ պատճառատևանքային process ֆիզիկական, դուք ընդհանրապես ֆիզիկական երևույթ եք, հասկանում եք։ Հոգու դեպքում ինչա փոխվում, հոգու դեպքում դա ինչ որ ավելացնում է։ Եթե մենք այդպես ենք դիտում, ապա մարդը որևէ արժեք չունի։ Բայց ինչի՞ մենք վախենում այդ մտքից։ Այդ ֆատալիստական մտածողությունը շատ բաների է բերել, պատերազմների, զանգվածային սպանությունների։ Իվարկյան կրոնը ու իդեոլոգիաներն ու աշխարհայացների տարբերությունները նույնպես բերել են շատ պատերազմներ, բայց մի պատերազմ նշեք, որ հարուցվել է ֆատալիզմի հետևանքով։ Իր համար որևէ բան այլևս արժեք չունի։ Էս այն հարցն է, որտեղ մեզ ճիշտը փնտրել պետք չի։ Մենք չենք կարող գտնել այդ ճիշտը։ Ողջույն, դուք դիտում եք Homo Deus-ը եւ այսօրվա իմ հյուրն է Արամ Փախչյանյանը։ Բարև Արամ ջան։ Բարև։ Ոնց եք։ Փառք Աստծո։ Մենք քանի որ մի քիչ ուշ սկսեցինք, մենք շատ քիչ ժամանակ ունենք, դրա համար ոնց որ պրիդվարիտիլնի բոլոր բաները բաց թողնենք, միանգամից անցնենք բուն թեմաներին։ Ասեմ, որ այսօրվա ոդքասթին պատրաստվելիս, ինչպես բոլոր ոդքասթներին, ես փորձում եմ մտածել այնպիսի հարցեր, որոնք կգտնեն որևէ հակասություն հյուրին դրթելով նոր բան բացահայտել։ Եվ որքան էլ դժվար էր, որովհետև ձեր ոդքասթները բոլորը դիտելուց ես այնպես ուղակի նստած համաձայնում եմ ամեն ինչ, ես գլխում եմ ասում, օ, շատ հետաքրքիր միտք է, այս մեկի հետ համաձայն եմ։ Եվ շատ երկար փնտրտուքներից հետո գտա մի բան, որի շուրջ մենք կարող ենք, որի վրա կարող ենք հենվել ու ինչ որ նոր մտքի եզրահանգել, բայց կսկսենք ավելի ոնց որ ակտուալ թեմաներից, որոնք այսօր մեր համար առօրյա կյանքում կարևոր են։ Մեր հասարակության մեջ ակնհայտ է, որ կրթվածների ու չկրթվածների միջև որոշակի անդունդ կա եւ այդ անդունդը գնալով խորանում է։ Թվում է, թե այս տեխնոլոգիական փոփոխությունների ու նորարարությունների հետևանքով այդ անդունդը ավելի է խորանում ու դրա էֆեկտները ավելի են սրվում եւ մենք անցել ենք ինչ որ ռուբեժ, որից հետ գալ չենք կարող, թե կարող ենք։ Իմ հարցը հետեւյալն է, արդյոք կարող ենք հաղթահարել այս հարցարակության միջև ձևավորված ինտելեկտուալ անդունդը։ Դա շատ բարդ հարց է եւ դրա պարզ պատասխանը ոչ ոք չունի։ Ու բացատրեմ, թե որն է խնդիրը։ Եթե մենք լինենք խորհրդային միություն, ապա ես վստահորեն կասեի, այո, դա հնարավոր է։ Ինչու՞։ Որովհետև խորհրդային միությունը բոլորին տնտեսապես հավասարեցրեց կամ գոնե ստեղծեց պայմաններ, որտեղ տնտեսական անհավասարությունը չնչիներ։ Եվ դրա արդյունքում խորհրդային միությունը անջատեց, կտրեց երեխաներին, զավակներին ծնողների կողմից ազդեցության մի զգալի մասից։ Ծնողների ժառանգությունը եւ մշակութային եւ գիտելիքի առումով եւ այլն չէր տարածում երեխաների վրա այնքանով որքանով դա տարածվում է կապիտալիստական իրականության մեջ։ Այսինքն ծնողի որոշակի ֆունկցիաներ փոխարինում է պետությունը։ Ոչ միայն փոխարինում էր դա էլ, բայց նաեւ փոխակերպում էր։ Պետությունը ասում էր երեխաները պետք է այսպիսի գիտելիքներ ստանան, այսպես սովորեն, այսպիսի գաղափարներ ունենան եւ այլն։ Եվ եթե ծնողը հանկարծ դրան փորձեր հակադրվել, ծնողին կոչնչացնեին կամ բերեին այն հոգեբանական եւ հոգեկան վիճակի, որ ծնողը կոտրվեր։ Հիմնականում, եթե մենք խոսում ենք միջին ծնողի մասին, ապա կհանձնվեր եւ կենթարկվեր։ Եվ հիմնականում հանձնվում են ենթարկում են։ Կային իհարկե ամբողջ ծնողներ, որոնք միևնույն է, այսպես գաղտնի կերպով երեխաներին որոշակի հատուկ գիտելիք էին փոխանցում, որը տարբերվում էր
այն ընկալումներից եւ կամ պարտադրանքից, որը կար պետական համակարգի կողմից, բայց դա բացառություն էր։ Հիմա կապիտալիստական երկրներում իրավիճակը մի քիչ այլ է եւ չկա փաստացի երկիր, որտեղ իդեալական է այդ սերնդեսերունդ արդարության ընթացքը, աճի ընթացքը հակառակն է սովորաբար։ Նրանք, ովքեր ավելի շատ կարողություններ ունեն, կարողանում են ավելի շատ հնարավորություններ ընձեռնել, ունեն ավելի բարձր ակնկալիքներ երեխաներից եւ իրենց երեխաների կրթական մոտիվացիան սովորաբար ավելի բարձր է։ Իրենք են նաեւ կրթված մարդիկ են մեծամասամբ, բացառություններ կան, բայց նրանք դարձել բացառություններ են, որովհետեւ որևէ հասարակության մեջ ժամանակակից առանց լավ կրթության դժվար է հասնել մեծ հաջողությունների։ Դարձյալ կան բացառություններ, մարդիկ, ովքեր այդ կապիտալի վաղ ձեռքբերման փուլում ուղղակի կարողացել են ինչ-որ բան ունենալ, բայց դրա ժամանակ անցել է։ Հիմա արդեն այդ բանը հնարավոր չէ։ Սովորական ընթացքով հարուստները կրթված են, ունեն կրթված երեխաներ եւ իրենց այդ երեխաների կարողությունը ապագայի կյանքում կայանալու շնորհիվ ծնողների գումարի, լավ կրթության եւ ծնողների կողմից իրենց տրված ցանցի, կապերի ցանցի շատ ավելի բարձր է շանսերը, քան նրանք, ովքեր գալիս են անապահով ընտանիքներից։ Անապահով ընտանիքներում սովորաբար դարձյալ ցավոք մեծ մասով Ես վիճակագրորեն եմ խոսում, թող որևէ մեկը իրեն դա չվերագրի, որտեվ դա բնականաբար լավ բան չի ստացվի դրանից։ Բայց վիճակագրորեն թե խոսենք, մեծ մասով երեխաները չունեն կրթական մոտիվացիա, որտեվ ծնողները չունեն հետաքրքրություն կրթության նկատմամբ, որտեվ իրենք էլ լավ չեն սովորել, լավ կրթություն չեն ստացել, եւ հետազոտությունները ցույց են տալիս, որ ծնողների հետաքրքրությունը կրթության նկատմամբ հետաքրքրվածությունը պայմանավորում է իրենց վարքագիծը, որով ծնողները փոխանցում են երեխաներին որոշակի վարքագիծ եւ պատկերացում կրթության շուրջ, որը չի բերում նրանց արդյունավետ կրթությանը։ Եվ ոնց որ երկու կողմից է վերարտադրվում է եղածը, բայց ցավոք սոցիալական ծանր պայմանների իրավիճակում չի լինում զարգացում, կարող է լինել նաև էլ ավելի անկում, սերնդեսերունդ։ Իսկ ավելի կարող ընտանիքները էլ ավելի մեծ հնարավորություն են ընձեռնում իրենց հաջորդ սերնդին եւ ստացվում է սոցիալական պարակտումը աճում է։ Լավագույն կրթական համակարգերը պետք է փորձեն դա ինչ-որ ձևով կոմպենսացնել։ Քիչ թե շատ էգալիտար երկրներում հավասար հնարավորություններ ունեցող մի քիչ սոցիալիզմի նման երկրներում, ինչպես օրինակ Ֆինլանդիան է, ընդհանրապես սկանդինավյան երկրները, իրենք լինելով վիկինգների հետնորդներ, դեռ պահպանել են վիկինգների մշակույթը, հավասարության մշակույթը։ Այնտեղ մի քիչ ավելի հավասար է վիճակը կրթական, բայց մեր նման վայրակ կապիտալիզմի երկրում դրան հասնել զուտ սոցիալական ինժեներինգով, ասենք, ուղղակի ստեղծելով լավ դպրոցներ գյուղերում չի ստացվում, որովհետև լավ պայմանները դեռ բավարար չեն, որպես երեխան լավ սովորի։ Շատ ավելին է պետք եւ առաջինը եւ առաջնայինը ծնողների ընտանիքի վերաբերմունքն է, որը շատ դժվար է փոխել, որտեղ այդ մարդկանց կյանքի փորձը չի հուշում իրենց, որ պետք է մեծ ջանք գործադրել կրթության բարձր մակարդակ ունենալու համար։ Պլյուս այդ ամենին նաև ինտերնետն է այս ամենի մեջ այս գրակի վրա յուղ լցնում, որովհետև նայում ես կոնտենտ, որը հաստատում է քո արդեն խեղված իրականության մասին պատկերացումները, հաստատում է դրանք, ավելի շատ արգումենտներ է դրանց շուրջ հավաքում, հետո դու դրանցով գնում ես մտնում ես աշխարհ ու սկսում ես հիմնավորել պայմանական ասեմ, օրինակ շատ հասարակ հարց, որի շուրջ չեն կարողանում պայմանավորվել շատ մարդկանց հետ, ինչա գիտությունը։ Ես վերցնում եմ Կարլ Պոպերի այդ մոտեցումը, մյուսը վերցնում է ասում է, չէ, դե գիտությունը այն է, ինչը կարաս ապացուցես, մյուսն ասում է գիտությունը այն է, ինչը որ ինչ-որ մորուքով մարդիկ են ուսումնասիրում, ուրեմն դա գիտություն է եւ այլն։ Այսինքն կարող ենք նույնիսկ sense պարզագույն հարցերի շուրջ մենք իրար չեն կարողանում հասկանալ, չկան ընդհանրություններ։ Տեխնոլոգիաները բերեցին հասարակությունների բևեռացման, ել ավելի։ Ցավոք Կարծես թե դրանք պետք է ապահովեին մարդկանց միջև ավելի արդյունավետ շփում, բայց վերեցին բևեռացում, դրա պատճառները արդեն բացահայտված են, ամեն ինչ հասկանալի է, բայց դա ոչինչ չի փոխում, մարդիկ արդեն կարճած են այդ սոցիալական ցանցերից եւ այդտեղ շատ բազմաթիվ էֆեկտներ կան, որոնք ազդում են, բայց դե մեկը որ դուք ասացեք, այդ բանն է, կոչվում է echo chamber, երբ որ դու ինչ գաղափարներ ունես,
քո կոնտենտը համապատասխանում է քո գաղափարներին։ Այն ընդհանրապես վերհաստատում է այն, ինչ դու մտածում ես, որովհետև բնականաբար սոցիալական ցանցեր քեզ առաջնորդություն ցույց են տալիս այն, ինչ քեզ ամենաշատ դուր է գալիս, որպեսզի քեզ ավելի երկար պահեն այդ դաշտում, որովհետև իրենց գլխավոր պրոդուկտը դու ես։ Իրենք քեզ են վաճառում։ Մենք բոլորս դարձել ենք սոցիալական ցանցերի ստրուկներ, որոնց կյանքի ժամանակը վաճառվում է գովազդի դիմաց, եւ դե բնականաբար իրենք, քանի որ մենք ստրուկ ենք, մեզ որպես ստրուկեր օգտագործում են։ Իրենց միևնույնն է, մեր հոգեկան վիճակը, մեր գիտակցությունը, մեր արդյունավետությունը, մեր ընտանիքները, մեր երեխաները թքած ունեն այդ ամենի վրա, իրենք գումար են վաստակում։ Դա ամենադաժան բիզնեսն է, որ կարելի է մտածել, ասենք, դրանից վատ բան շատ դժվար է պատկերացնել։ Դա բերել է նրան, որ հիմա մարդկությունը անկում է ապրում, եւ բարոյական անկում, եւ քանակական անկում, եւ պատերազմներ են սկսում։ Այդ ամենը սոցիալական ցանցերի արդյունքներ, չեմ ասում առանց դրա դա չէր լինի, առանց դրանց կամ կար շանս, որ որոշ սոցիալական ցանց չէր առաջանա, հավանաբար դա անլայն էր արդեն, տեխնոլոգիաները դրան բերեցին, բայց դրա հետևանքները մենք տեսնում ենք։ Այն անունը չեմ, պետության անունը չեմ հիշում, բայց Ռոհինջա այդ ցեղի պատմությունն էի կարդում, եթե չեմ սխալվում, Հարարի Nexus գիրքը վերջին, որը հենց կապերի ինֆորմացիայի տեխնոլոգիաների մասին էր ու պատմում էր, որ զուտ Facebook-ում այդ Ռոհինջայի հանդեպ ատելություն տարածող նյութերը, քանի որ ալգորիթմը ավելի լավ էր տարածում, հասարակությունը այնքան էր լարվել, որ կոտորած արեցին, գենոցիդ արեցին, ուղղակի մարդկանց կոտորեցին ու սպանեցին միլիոնավոր մարդկանց եւ արդյունքում Facebook-ը ընդունեց իր մեղքը, որ իր ալգորիթմը ատելության խոսքը ավելի լավ էր տարածում, ավելի շատ էր տարածում, քան դրականը։ Հա Գերազանց լուր բոլոր նրանց համար, ովքեր սիրում են օֆլայն հանդիպումները, շփումները եւ քննարկումները։ Հոմոդեուսի հյուրերի հետ միասին այստեղ այս հյուրընկալ բակում հանդիպելու ենք ու քննարկելու ենք հետաքրքիր հարցեր եւ ամենակարևորը այս ֆորմատի գլխավոր դերակատարը ընտրել ենք ձեզ։ Այսինքն գալու եք դուք, հարցերը որոշելու եք դուք, հյուրին հրավիրելու ենք մենք։ Եվ այսպես հունիսի 20-ին հանդիպում ենք Spin Production-ի բակում եւ զրուցելու ենք այդ օրը աթեիզմից ու կրոնից։ Իսկ մեր հյուրն է լինելու Թովմաս Առաքելյանը։ Ձեր մասնակցությունը ամրագրելու համար անցեք նկարագրության մեջ նշված հղումով կամ պարզապես սկանավորեք այս QR կոդը։ Մինչ հանդիպում։ Տարածքը փոքր է, տեղերը սահմանափակ են։ Ամրագրեք։ Այսինքն ինչ ունենք, սրա հետ ոչինչ չեն կարող անել եւ մեր էմոցիաների հետ խաղալու են։ Ասեմ, ինչ կարող ենք անել։ Ընդհանրապես մարդկությունը հետաքրիր բան է։ Ամեն դեպքում մարդիկ չեն փորձում երբևիցե, եթե իրավիճակը արդեն ծայրահեղ չէ, գոյատևել միայնակ։ Որովհետև մարդը շատ լավ գիտի, որ միայնակ գոյատևումը աննային է։ Եվ մարդիկ սովորաբար անցնում են սոցիալական ադապտացիայի ճանապարհով, որպես հասարակություններ կամ հասարակության բջիջներ են փորձում համատեղ գոյատևման ճանապարհը անցնել եւ ադապտացվում են նոր իրականությանը։ Հիմա համարյա բոլոր տեխնոլոգիաներ, որ առաջացել են, սկզբից բավական մեծ վնաս են բերել։ Ասենք նույն էլեկտրականության հայտնաբերությունը, էլեկտրական գեներատորների ստեղծումը, առաջին էլեկտրականների կառուցումը եվրոպական երկրներում բերեց բազմաթիվ մարդկանց մահի, որովհետև ոչ ոք չգիտեր ինչպես պետք է էլեկտրականության հետ գործ ունենալ, լարերը մերկ էին, որովհետև մեկուսացման տեխնոլոգիաներ արդյունավետ չկային, ուղղակի մերկ լարով էլեկտրականությունը մտնում էր տները եւ մարդիկ ձեռք են, երեխաները ձեռք են տալի, տեղը մահանում էին։ Բազմաթիվ մարդիկ դուրժեցին դրանից, միջև հիմա արդեն դե բնականաբար այնքան են պաշտպանված այդ համակարգը, որ անգամ եթե դու մերկ լարին ձեռք տաս, եթե ամեն ինչ ճիշտ է սարքած, դու չես մահանա, որտեղ միանգամից կանջատվի ամեն ինչ։ Դրան հասել ենք, դա ճանապարհ է, դա պետք է անցնել հասարակություն։ Հիմա մենք կարող է կա հավանականություն, որ այս արհավիրքներ տեխնոլոգիական քաղաքթարենք եւ կադապտացվենք։ Ես որոշ դրա նշաններ նախնական տեսնում եմ։ Ես տեսնում եմ, որ օրինակ երիտասարդները գնալով ձևավորում են մերժում սոցիալական ցանցերի։ Առաջանում է, այսպես ասեմ, էլիտան, երիտասարդ էլիտան, իսկ սովորաբար հասարակությունները ինչպես են ադապտացվում։ Ամենախելացիներին մղում են առաջ, ասում են գնացեք փորձեք։ Մարդիկ ինչ որ բան գտնում են ամենախելացիները, մնացածները հետևում են ամենախելացիների օրինակին։ Ամենախելացիները կոչվում են էլիտա։ Դա այն մարդիկ են, ովքեր ավելի շատ ռեսուրս ունեն, քան սովորական մարդիկ։ Դա կարող է ֆինանսական ռեսուրս, դա կարող է ազդեցության ռեսուրս, դա կարող է մտավոր ռեսուրս, գիտելիքի ռեսուրս։ Իրենք ավելի շատ բան գիտեն, կարող են եւ այլն։ Եվ
այդ պատճառով մնացածների աչքերում ավելի հեղինակավոր են, ավելի կարևոր են։ Եվ այդ մարդիկ, երբ որ ինչ-որ լուծումներ են գտնում, մնացածները սովորաբար դրանց հետևում են։ Դա է պատճառը, օրինակ, ինչու երբ որ ֆրանսիացիները պաշարեցին Անգլիան, որոշ ժամանակ հետո ամբողջ Անգլիան խոսում էր ֆրանսերեն։ Ու ներկայիս անգլերենի 60%-ը ֆրանսերեն բառեր են։ Իրենք իրենց բառեր մոռացան, փոխանցեցին ֆրանսերենով։ Դա հետաքրքիր բան է, դա երևույթ է, որը կա հասարակություն։ Հիմա հույսն այն է, որ դե մեր սերունդը չկարողացավ ադապտացվել կամ գոնե վատ ադապտացվեց, մենք դա տեսնում ենք, բայց հաջորդ սերունդը կա հավանականություն երիտասարդության, որ ուղղակի կմարսեն այդ ամենը եւ այդտեղից լավագույնը կքաղեն, մնացածը կմերժեն ու մնացածները դրանց իրենց կհետևեն եւ տեխնոլոգիաները ստիպված կլինեն արդեն այդ նոր պատկերացումներին, ճաշակին եւ պարտադրանքին եւ համոզմունքներին ադապտացվել։ Այդ երիտասարդները ոտքի կանեն, ասեն, սա արգելում ենք, սա թույլ չենք տալիս, սա այսպես ենք անում, սա այսպես ենք անում։ Ու տեխնոլոգիական ընկերությունները ստիպված կլինեն դրան հետո, որտեղ դա նոր օրենքներ լինելու, նոր իրականություններ լինելու, որը պարտադրված է մարդկանցով, ով ունեն այդ վիճակը հաղթահարելու, ադապտացվելու եւ դրանից դուրս գալու փորձ։ Կարող է չստացվել այդ դեպքում խնդիրն ի՞նչն է, նախկինում մարդիկ շանս ունեին մեծ զոհեր տալով ադապտացվել։ Հասարակությունը այդպես են գոյատևել։ Մարդ տեսակը, Homo sapiens, որ մենք կոչում ենք, իր իրական Homo sapiens-ը պայմանական հասկացություն, որովհետև մենք արդեն գիտենք, որ մենք էլ խառնվել ենք նեանդերտալցիների հետ, բոլորի խառախշտի պատմություն է, բայց դե ամեն դեպքում մեր նման մարդը իր նույն ուղեղով, նույն ամեն ինչով, ֆիզիոլոգիապես նույն մարդը եղել է 100-200 հազար տարի առաջ։ Եվ այս տարիների ընթացքում չի փոխվել, համարյա չի փոխվել։ Բայց մի բան է փոխվել, մեր մշակույթն է փոխվել։ Մարդու էվոլյուցիայի ճանապարհը ոչ թե ֆիզիկական է, ոչ թե մարմնի էվոլյուցիա է, այլ մշակույթի էվոլյուցիա է։ Հաղթում են ամենաուժեղ մշակույթները, որոնք ադապտացվում են նոր իրականությանը, կարողանում են ապրել։ Դա այդ պատճառով, ի տարբերություն այլ կենդանիների, մենք կարող ենք ապրել ցանկացած պայմաններում։ Քանի որ մեր մշակութային ադապտացիան մեզ օգնում է դա անել։ Այլ կենդանիները չեն կարող։ Հիմա դա նշանակում է, որ նոր պայմաններ, որ մենք մեզ համար ստեղծում ենք, մենք պետք է կարողանանք դրանց ադապտացվել։ Հարցն այն է, թե որքան զոհ կտանք դրան։ Ահա։ Վտանգն այն է, որ քանի որ այսօր մարդիկ ունեն իրենց ոչնչացնելու բազմաթիվ մեխանիզմներ, COVID-ը բալուն օրինակ է։ Ահա։ Չէ՞։ Մարդկանց կողմից ստեղծված վիրուս, որ կարող է բոլոր մարդկանց սպանել։ Բախտներից բերեց, չստացվեց իր մոտ, բայց կարող էր։ Հիմա միջուկային պատերազմի սկիզբը գտնվում է մի քանի անձանց ձեռքում։ Ով էր սկսի, լինելու է միջուկային պատերազմ։ Կոնկրետ մարդիկ են։ Ուզում ասեմ, մենք իրական բավական վտանգված տեսակ ենք։ Եվ ամեն բանի չէ, որ ի վիճակի ենք ադապտացվել։ Բայց շանս կա։ Ես ձեր դրական մտածողությունից եմ ուզում ասեմ։ Վիլիկի ֆիլտր լսել եք դրա մասին, որ տեսություն կա ազդվորի, որ ցանկացած ցիվիլիզացիա, որ մենք նայում ենք տիեզերքին, տեսնում ենք, որ տիեզերքում այլ ցիվիլիզացիաներ չեն զարգացել, հաշվի առնելով տիեզերքի պատմությունը, որ 13 ու 9 թե 14 միլիարդ տարվա պատմություն, ու այդ ամբողջ ընթացքում կյանք առաջացել է երկրի վրա ընդամենը 4 միլիարդ տարի առաջ, առաջին այդ կյանքի նշույլները, որ նախանշում են գիտնականները, ասում են սրա, եթե այսքան հավանական է, որ կյանքը կառաջանա, ուրեմն մենք պետք է տեսնենք, որ տիեզերքում շատ կյանք պետք է լիներ, բայց մենք դա չենք տեսնում։ Եվ հետևաբար կա ինչ-որ մի ֆիլտր, ինչ-որ մի բարիեր, որին հասնելով հասարակությունները, ցիվիլիզացիաները չեն հաղթահարում դա եւ ինքնաոչնչացվում են կամ իրենց որևէ մի այլ ցիվիլիզացիա է ոչնչացնում ու ես այդտեղ ժպտացի, գիտեք, ինչի որ դուք ասում եք, որ շատ լավ է, մենք հեսա մի բան կգտնենք, ադապտանանք եւ այլն, ու ես այդ պայն մտածի, որ իսկ գուցե այս հենց այդ ֆիլտրն է, որին մենք ուղղակի չենք ադապտանա ու այդ անցյալով դատելու, որ մենք միշտ հաղթահարել ենք, ուրեմն ապագայում էլ կհաղթահարենք, տենց չնայելով նաեւ հաշվի առնենք, որ գուցե եւ մեր կանգ առնելու եւ մշակութային փոփոխություններ անելու ժամանակը եկել է, կներեք, չանելու մշակութային փոփոխություններ արդեն։ Չեմ կարծում, որ ճիշտ է, որպեսզի մարդիկ դադարեն զբաղվել տեխնոլոգիական ոնց որ զարգացմամբ, որտեվ փաստացի այնինչ մեզ պահել է դարերով դա եղել։ Մենք անընդհատ ձգտել ենք նոր բան բացահայտել։ Հայտնի է հետազոտություն է արվել ժամանակին, թե ինչպես եղել որ մարդիկ այսպես տարածվել են ամենուրեք։
չէ, իսկ մենք տարածվել ենք։ Եվ որքան նրանք ովքեր ավելի արագ են կարողացել տարածվել, ամենամեծ թողել են իրենց ժառանգությունը նաև գեների առումով։ Որն է դրա պատճառը, այն որ նրանք ովքեր մնացել են նույն տեղում եւ չեն փորձել ռիսկի գնալ, սովորաբար կործանվել են։ Որտեւ ռեսուրսները գնալով պակասել են այդ տեղում եւ եթե մենք այն փուլում երբ որ ներ պրիմիտիվ տեխնոլոգիաներ ունեինք, անդադ չտեղափոխվեինք եւ նոր ռեսուրսներ չփնտրեինք, մենք վաղ թե ուշ կոչնչանայինք որպես տեսակ։ Ու դա նշանակում է, որ սերնդեսերունդ մեր ԴՆԹ-ն զտվել է այնպես, որ իր մեջ դրված է ռիսկի գնալու ցանկությունը։ Եվ եթե դու այդ ռիսկի գնալու ցանկությունը սպանես, հայտնի չի թե մեզ հետ ինչ կպատահի։ Իրականում այստեղ գալուց մի բան է լսում, նյութ է լսում, որ ժամանակին մկների վրա որոշակ հետազոտություն են արել։ Դե հասկանալի է, որ կենդանիների վրա կատարված հետազոտությունները մարդկանց նկատմամբ տարածել սխալ է սկզբունքայինորեն, բայց քանի որ շատ զուգահեռներ շատ նման են իրար, որոշ այսպես մտածողներ, չեմ ասի գիտնականներ, բայց հետաքրքիր մտածող մարդիկ սկսեն այդ զուգահեռները տանել։ Ինչ են արել։ Մկների համար ստեղծել են իդեալական պայմաններ։ Ես տեսել եմ այդ Universe 25 տենց Universe 25 այդ պատմությունը։ Եվ դուրս է եկել, որ իդեալական պայմաններ մկները սատկում են։ Մի քանի սերունդ հետո իրենք սկսում են իրենց շատ տարօրինակ, իրենց համար դա բացարձակապես ճիշտ պայմաններ չեն։ Իրենք իդեալական են, բայց իրենք պետք չէ որ իդեալական լինեն, որպեսզի մկները զարգանան։ Հենց որ իրենք չափազանց իդեալական են դառնում, այս սրանք ստրես են ապրում։ Իրենք չեն կարողանում իրենց ֆունկցիաները ճիշտ կատարել։ Հիմա հետաքրքիր կերպով դա մարդիկ այդպեսին են։ Ես դա վաղուց նկատել եմ, հոգեբաններն այդ էֆեկտը գիտեն։ Երբ որ ձեր կյանքում վտանգը նվազում է, անհանգստության մակարդակը աճում է։ Երբ որ դուք սովորում եք հանգիստ կյանքի, ձեր ստրեսի մակարդակը դառնում է շատ ավելի բարձր, որտեղ շատ ավելի մանր բաներ ձեզ սկսում են ահավոր անհանգստացնել։ Պատերազմի ժամանակ դեպրեսիայի դեպքեր չեն ժամանակ չկա դեպրեսիան ոչ։ Այո, մեծ վտանգների ժամանակ զարմանալու է մարդիկ ադապտացվում են դրան եւ հետո փոքր խնդիրները ընդհանրապես չեն մտահոգում։ Ասենք իմ ընկերները, ես պատերազմի ժամանակ 20 թվականի այնտեղ չէի, դիրքերում չէի, բայց ընկերներս շատերը այնտեղ հենց տեղում կոവിഡ് տարան։ Իրենք դրա մասին պատմում են որպես փրշտալու պատմություն է, բացարձակ անկարևոր էր։ Իսկ այստեղ այդ նույն մարդիկ կամ իրենց հարազատներ այստեղ էին, անգամ պատերազմի ժամանակ կոവിഡ് բառից միևնույնն է սարսռում էին։ Ուզում եմ ասեմ, ոնց որ մի քիչ տարբեր իրականություններ անգամ չնայած ամբողջ երկիրը պատերազմի մեջ էր, լրիվ այլ ընկալումներ են բերում մարդկանց մոտ։ Մեր ընկալումները կախված են բազմաթիվ հանգամանքներից, եւ ամենակարևոր հանգամանքը համադրությունն է։ Մենք շատ քիչ բաներում ունենք բացարձակ զգացողություն։ Մեր բոլոր զգացողությունները համեմատական են։ Ամեն ինչի մեջ համարյա ձայնի բարձրության, ես իմ լույսի ուժի, ամեն ինչը համեմատական է, չէ՞։ Նույնը ստրեսի զգացողություն, այն համեմատական է։ Այդ պատճառով թե ուզում եք երջանիկ մարդ լինեք, պետք է անդադ ռիսկի գնալ։ Պետք է անդադ ստրեսի մակարդակը բարձր պահել, որտեղ ոչ մի բան չանհանգստացնի, շատ հանգիստ լինեք։ Հենց որ դուք ուզում եք այսպես վայելել, հայր այդպեսի հասկացություն ունեն, չէ՞, վայելել։ Շակում է ոչինչ չանել, ծուլանալ, բազմոցի վրա պարկել, ուտել խմել։ Ֆիզիոլոգիական առումով դա շատ արագ ձեզ կբերի ծանր հիվանդությունների, բայց նաև հոգեբանական առումով դուք կդառնաք շատ նյարդային տիպ, որը անընդհատ ամեն մի փրշտոցից կանհանգստանա, փորը կցավա, միանգամից իր մոտ խոճապ կսկսի։ Ու դա շատ բնական է, եւ դա նշանակում է, որ մարդկանց պետք չէ երանություն։ Հիմա մեր խնդիրը դա է։ Մենք շտում ենք դրան, բայց դա մեզ պետք չի։ Այո, դա զարմանալի, դա բացարձակ հակասություն է, եւ որ դրան ձգտում ենք, այո, բայց նաև դրա հետ մեկտեղ մեր մեջ կա դրած ու երեխաների մեջ դա շատ լավ է երևում։ Անընդհատ ռիսկի գնալու ցանկություն։ Մի բան անելու, որ արգելված է, մի բան անելու, որ վտանգավոր է։ Մեզ դա բնազդային է, որտեղ դա մեր գոյատևման միակ ճանապարհն է, եւ այդ առումով մենք պետք է, չնայած այս տեխնոլոգիաները, որ հիմա ստեղծվել են, մեզ սպանում են շատ առումներով, նաև ծնելիությունն է դրա պատճառով նվազել եւ ամեն ինչ չափից դուրս հանգիստ է դարձել կյանքը։
Հենց բոլոր մարդիկ դարձան կուշտ եւ գնալով ոնց որ ավելի կուշտ հասարակություններում կոպիտ ասած ավելի քիչ երեխա է ծնվում։ Հետաքրքիր մարդաբանն էի լսում, որ ասում էր, որ մարդկության դուք որ նշեցիք էվոլյուցիան տեղի ունեցել մշակութային ավելի շատ, քան մեր մարմնում, մեր ուղեղը, մեր մարմինը շատ չի փոխվել։ Ու հետաքրքիր միտք էր ասում էր մեր մարմինը նախատեսված է ընդհանրապես անտառում ու ժայռերի վրա ապրելու համար։ Մենք նախատեսված չենք նմանատիպ կոմֆորտ պայմանների համար եւ հետեւաբար մեր ուղեղը վարկի ուշացում ընկալում են նույն կերպ ոնց որ գայլի հարձակումը ու նույն տեսակ մարդը կարող է ստրես ունենալ նույն տեսակ վատ զգալ իրեն որովհետեւ իր օրգանիզմը ունի կարիք չնայած նրան որ իր կյանքին վտանգ չի սպառնում բայց նմանատիպ ապրումներ ունենալ եւ հետաքրքիր էր այն միտքը որ ասում է ուղեղը քանի որ ապրել է երկար ժամանակ ռեսուրսների սուղ պայմաններում, իր մեջ չունի ֆունկցիա այդ ռեսուրսները բավարարելուց հետո փակել ու կանգնեցնել ցանկությունը նորից ուզելու։ Հետևաբար մենք գնում ենք ճարպակալման եւ նույնի ինֆորմացիայի հանդեպ էր, ասում եմ մեր ուղեղը միշտ փնտրել է ինֆորմացիա, որովհետեւ լրացուցիչ ինֆորմացիան կարող է քեզ փրկել մի թունավոր բան չուտելուց, մի վագրից կամ արջից պաշտպանվելուց եւ այլն, եւ մենք միշտ փնտրել ենք նոր ինֆորմացիա, մեզ համար դա եղել է շատ կարեւոր։ Հիմա, քանի որ աննախադեպ քանակի ինֆորմացիա մեր վրա լցվում, մենք չունենք այդ ֆունկցիան, որը կսահմանափակի կասի վերջ հերիքա, ու մենք անընդհատ գտնվում ենք այդ սկրոլինգի, լուրեր կարդալու, եւս մեկ հարցազրույց, եւս մեկ հիմնականում վատ լուրեր, որովհետեւ վատ լուրեր մեզ ավելի հետաքրքիր են, որովհետեւ նախկինում էլ մեզ այնքան էլ կարեւոր չէր, որ բոլորը հանգիստ քնած են, մեզ կարեւոր որ գայլը չի գալիս։ Եվ մենք անդադ որ իմանում մենք հետաքրքրվում ենք արդյոք կա վտանգ։ Վտանգն է մեզ համար շատ ավելի կարևոր լուր, քան վտանգի բացակայությունը։ Եվ այդ առումով դա շահագործվում է ամբողջ համակարգը հիմա մեդիա համակարգը, գովազդային համակարգը անդադ շահագործում է մեր ցանկությունը վատ լուրեր իմանալու եւ ստրես ապրելու։ Եվ շատերը այդ նույն իրական ռիսկի գնալու process-ը, ասենք ծառ մագլցել կամ ժայռ մագլցել կամ ինչ որ գնալ պայքարել բան կյանքի գոհատևման համար փոխարինում են վատ լուրերով։ Նույն էֆեկտն է, նույն ֆիզիոլոգիական բաններ են ապրում եւ դա իրենց իբր թե օգնում է եւ ինչ են անում երբ որ իրենք ունենում են սուր զգացողություն նույն ինչ որ անում էր մարդային ժամանակ երբ որ նա վերջի արդյունքում կարողանում էր գտնել ասենք կամ սպանել կենթանուն եւ ուտել միսը ապա իր մոտ ուրախությունները հանգստություն որ նա այլևս սոված չի լինի որոշ ժամանակ չէ մենք գնում ենք սառնանը բացում ենք մի բան խժռում ենք եւ ոնց այդ հանգստությունը մեզ մոտ գալիս է ու նույն բան ենք անում ուղղակի այն ժամանակ դա առողջ process էր առողջ ֆիզիոլոգիայի առումով իհարկե ռիսկերը մեծ էին եւ շատերը զոհվում էին եւ կամ վնասվում էին այսօր մենք անվտանգ ենք համեմատաբար այդ առումով բայց դե միևնույն է նույն process-ով ենք անցնում դա է պատճառը որ սկանդինավյան պետություններում ամենաշատն են դեպրեսիաները որքան ավելի հանգիստ է պայմանները, որքան ավելի քիչ կա լարվածություն հասարակության մեջ եւ այլն, արդյունքում այնքան մարդիկ գնալով ավելի ծանր են տանում, ստրեսային են տանում ամեն բան։ Ու դա սովորաբար մարդիկ երջանիկ են պատերազմից հետո մի քանի տարի։ Պարադոքսալ է, բայց մեր երջանկությունը տառապանքի մեջ է, չէ՞։ Այո։ Դու պետք է տառապես, որ տառապակից դուրս գալուց երջանկանաս։ Այն որ ասում են մի քիչ փոքր կոշիկ հագիր, որ հանելուց հաճույք ստանաս, այդ բանն է։ Դու պետք է անընդհատ անցնես փորձությունների ճանապարհով, որպեսզի հետո ուրախություն զգաս։ Եվ մարդիկ դա անընդհատ ձգտում։ Ես օրինակ դա շատ եմ սիրում։ Ես անընդհատ ինձ գցում եմ տարբեր փորձանքների մեջ, որ հետո դա հաղթահարելով հաճույք ապրեմ։ Իրական հետո ստրեսի մեջ մեր օրգանիզմը ավելի լավ է աշխատում իր ֆունկցիոնալ բան ռեսուրսային վիճակում ինքը գտնվում է հենց այն ժամանակ, երբ մենք ստրեսի մեջ ենք, երբ երջանիկ ենք, ասենք կարող է բաներ լինի մեր շուրջը չնկատենք, մեզ մի բան ասեն չլսենք, հա, երջանիկ մարդը դա անջատված մարդն է, որ ինչ որ մեկը ասես մի քիչ օթերով ասում են, դա սիրարվել է, բայց այն մարդը, որ ստրեսի մեջ է, իր ուշադրությունը սրված է, ինքը ավելի շատ բաներ է նկատում եւ այլն, հետեւաբար այդպիսի մարդիկ ավելի երևի հաճախ են հասնում հաջողության, չգիտեմ սրան ինչ։ Այո, եւ ավելի արագ են սովորում։ Իրենց ուշադրությունը կենտրոնացած։ Ընդհանրապես այդ պատճառով է լավագույն համալսարաններ, լավագույն դպրոցներն համալսարաններ, որտեղ ստրեսը բարձր է։ Այնքան պետք չի որ շատ բարձր լինի, որտեղ կա ստրեսակայության մակարդակ, որից հետո արդեն մարդը անջատվում է։ Երկսիդոցենի բանն արդեն։ Հա։ Բայց միջև այդ մակարդակը դու կարող ես մարդու վրա ստրեսը ավելացնել։ Այս վերջերս մեզ մոտ դպրոցում մենք 11-ների հետ հանդիպում ունեինք
եւ քննարկում ենք իրենց հետ, տարին ավարտվել է, դիմացը դեռ մի տարի կա, թե ինչ պետք է փոխել դպրոցում իրենց տեսակետից, որ իրենց կյանք ավելի լավ լինի, ավելի հետաքրքիր լինի եւ իրենք ավելի լավ սովորեն։ Եվ մի մասը ասում էր, որ նվազեցրել է պարտադիր առարկաների քանակը, ստրեսը չափազանց բարձր է։ Այդ ընթացքում իրենցից մեկը ասաց, բայց ժողովուրդ հենց դա է իմաստը։ Այո, պետք է ստրեսը բարձր լինի, որ մենք սովորենք արդյունավետ լինել, որ մենք սովորենք ճիշտ կառավարել ժամանակը։ Դուք կարծում եք, որ բանը առարկաների քանակը իջեցնի, դուք ավելի լավ կսովորեք։ Ոչ։ Դու ընդամենը այլ բաների վրա շատ ժամանակ կծախսեք։ Դրանից ոչինչ չի փոխ։ Եվ ընդամենը ավելի վատ կրթված մարդ կլինեք, եւ ընդամենը ավելի քիչ ստրեսակայում կլինեք, ինչի հետևանքով ասենք լավ համասան ընդունվելուց հետո գլխներդ պատմություն է գալու։ Միևնույն է, վաղ թե ուշ դուք այդ դրան հանդիպելու եք։ Եվ այլևս դպրոցում հանդիպեք եւ պատրաստ լինեք դրան։ Հետո լավ ասենք կյանքում համասանն է մի կերպ թեթևի մեջ սովորեցիր։ Կյանքները այդպես լինելու, հետո եթե այդպես եղավ կյանքը, դու ինչին ես հասնելու։ Ինչա Բիլ Գեյթսը առանց ստրեսի է հասել իր հաջողությունների կամ Իլոն Մասկը։ Ոչ չէ։ Իլոն Մասկը մինչև հիմա էլ գործանում է քնում գիշերներով, որ կարողանա իր գործը հասցնի։ Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք մոտիվացիայի հետ խնդիրներ։ Եվ դա նորմալ է, քանի որ շատերս սխալ ենք պատկերացնում, թե ինչ է իրականում մոտիվացիան, եւ հենց այդ պատճառով էլ ես գրել եմ գրողի տարած մոտիվացիա գիրքը։ Գիրքը չի պատմում սովորական մանտրաներ այն մասին, թե պետք է բոլորը ձգտեն առաջ գնալ եւ հասնեն մեծ բարձունքների, որովհետեւ դա է կյանքի իմաստը։ Գիրքն այն մասին է, թե ինչպես ձևակերպել մոտիվացիան եւ դարձնել այն բանաձև ձեր կյանքում, որը կախված չի լինի ոգևորությունից, լավ տրամադրությունից կամ այլ կողմնակի հանգամանքներից։ Գրքում նկարագրված են գիտական փորձեր եւ ուսումնասիրություններ այն մասին, թե ինչպես է մարդկանց մոտ առաջանում մոտիվացիան, եւ այս գիրքը կարելի է համարել առաջին գիրքը, որը գրվել է հենց մոտիվացիայի մասին։ Եթե բնակվում եք արտասահմանում, գիրքը կարող եք ձեռք բերել անկյունում նշված QR կոդով անցնելով Bookinist-ի կայք։ Եթե դեռ վերջնականապես չեք կորցրել մոտիվացիան ու կարող եք տանից դուրս գալ ու գնալ գրախանութ, ապա գիրքը կարող եք ձեռք բերել Bookinist գրախանութների ցանցից եւ մնացած բոլոր այլ գրախանութներից։ Գիրքը ձեռք բերելով դուք նաեւ կաջակցեք այս ոդքասթին, որպեսզի այն լինի մշտական եւ որակյալ։ Շնորհակալություն։ Պարադոքսալ է, բայց մենք մեր ցանկություններով ու մեր ձեռով կործանում ենք ու մենք շարունակում ենք դա անել անգամ, երբ դրանից հետո դատարկության զգացում ենք ունենում, վատ ենք զգում մեզ, դեպրեսիայի մեջ ենք ընկնում, բայց ելի շարունակում ենք ձգտել այդ ինչ որ գրքային երջանկության, որը հեքիաթներում ու իրականում գեղարվեստական գրքերում է հիմնականում նկարագրվում, բայց իրականության մեջ ռեալ կյանքում մի գիրք էի կարդում իդեպ, որ հենց հեղինակը դրա մասին էր խոսում, որ երջանկությունը ամենամեծ հեքիաթն է, որը մեզ պատմել են ու որին մենք հավատացել ենք ու ամբողջ մարդկությամբ որոշել ենք, որ մենք պիտի դրան ձգտենք։ Բայց դա իրականում լրիվ հակադրված է մեր իրական կենսաբանական ֆունկցիաների հետ։ Մենք չենք կարող լինել երջանիկ, այտենց երջանիկ ապրել։ Այդ երջանիկ դա ինչ ենք հասկանում երջանիկ, երջանկությունը որպես էմոցիա լավ բան է։ Երջանկությունը որպես հոգեվիճակ, որում դու բացարձակ անգործ ես, ոչինչ չես անում, որևէ արժեք չունես մարդկանց համար, որտեղ ոչինչ չես անում։ Քո արժեքը միայն պատմական եւ մնացորդային է, եւ դու ապագայում ոչ մի ապագա քո համար չունես զարգացման, դա երջանկություն չի, դա կոչվում է մահ։ Շոկը դու մահացես, կարող դու դեռ շնչում ես, բայց դու որպես սոցիումի անդամ արդեն որևէ արժեք չունես։ Եւ դա լավ վիճակ չի, հեչ լավ վիճակ չի։ Մարդիկ, օրինակ տարեց մարդիկ, ով ունի տարեցնողն է դա շատ լավ գիտի։ Տարեց մարդկանց հենց որ մենք զրկում ենք պիտանի լինելու զգացողությունից, այդ մարդիկ շատ արագ ծերանում են։ Տարեց մարդկանց վրա ուղղակի այդ process-ը շատ ավելի բացահայտ է, շատ ավելի միանգամից է երևում։ Իսկ երիտասարդները ինձ թվում է, որ դա է երանությունը, ոչինչ չանելը, բայց առաջինը հենց, որ դու հենց դա սկսում ես անել, առաջի վախը քո ում եմ ես պետք։ Եթե դու շատ հարուստ ես եւ դու գումար ունես, ու դու պետք ես, որտեվ դու գումար ունես, դա նվաստացուցիչ է։ Քո շուրջ հավաքվում են մարդիկ, որոնք քեզանից պիտի փոքեն տանեն։ Քո իրական ընկերները քեզ որոշ ժամանակ հետո կլքեն։ Դու իրենց պետք չես լինի այլևս։ Դու պետք լինես, որտեվ իրենք քեզ հետ ճանապարհ են անցնում։ Ես դու ճանապարհ այլևս չես անցնում։ Շարունակում կգնան այս ճանապարհով դու կմնաս։ Բայց քո շուրջ կհավաքվեն այդ մոլախոտները, մարդիկ, ովքեր եկել են քեզ պաշարելու, քո ունեցածը վայելելու, քեզանից ստանալու։ Ու դու վաղ թե ուշ դա սկսում ես զգալ։ Եվ հետո հանգած դժվարության մեջ ես հայտում, տեսնում ես շուրջդ մարդ չկա այլևս։ Իրենց դու այլևս պետք չես։
Ես մի պա կարողացա իմ բաժնեմասի ընկերությունը, որում ես աշխատում եմ, իմ բաժնեմասի մի որոշ մասը ոնց որ վաճառել եւ ընտանիքով բավականին մեծ գումար ունեցանք, որ ուղղակի այսպես դադարեի որևէ բան անել, այդ գումարը եւ կյանքի վերջ հաստատ կապրել այդ երեխաներին գնար։ Բայց այդ ամբողջ գումարը ես ու կինս ներդրեցինք եւ հիմա ապրում ենք աշխատավարձով։ Որ զարգանանք, որ հետաքրքիր լինի, որ դժվար լինի։ Մենք միանգամից հասկացանք, որ ծայրահեղ վտանգավոր է։ Մենք շատ արագ անկում ենք ապրելու։ որ չձանձրանակ այդ ամեն ինչից, այդ անընդհատ օգտագործելու։ Այո, որտեվ երբ որ դու ունես մեծ գումար հաշվի վրա, քեզ թվում է, որ այդ չնչին գումար, որ չնչին պայմանական դրա հետ համատես, որ դու վաստակում ես գործանելով, դա այլևս քեզ ոչինչ չի տալիս։ Դա չի օգնում քեզ ֆինանսապես առանձնապես։ Ու քո մոտ կարող է առաջանալ այսպիսի զգացողություն, ծուլություն ներքին, դա ինչ անեմ, արդեն ինձ պետք չի բան, ու դա իմ տարիքում ինձ կտաներ դեպի հիվանդություններ, խնդիրներ եւ այլն շատ արագ։ Ես գիրանայի, հավանաբար, բան, հոգեբան, եւ ամենակարևորը, ես ամեն առավոտ կարթանեի ստրեսով էներ Հայաստանում, որ ինքնից ինքան ստրեսային երկիր է։ Արամ ջան, երկու հարց։ Առաջինը, դուք ձեր վրա զգացել եք, որ երբ դուք ինչ որ մի ռիսկի եք, ինչ որ խնդրեմ եք ստեղծում, ինչ որ բան ձեր մեջ ինչ որ մարտահրավեր է արտնանում, ինչ որ հետաքրքրություն դա լուծելու անելու։ Կա չէ՞ այդ զգացումը։ Իմ մոտ օրինակ կա այդ զգացումը։ Ես առանց այդ զգացումը չեմ կարողանում ապրել։ Հետաքրքիր է։ Հիմա հարց. Եթե դա հատուկ է շատ թվով մարդկանց, ու ես հասկանում եմ, որ շատ մեծ թվով մարդկանց, հատկապես օրինակ խաղը շատ լավ է բացահայտում այդ զգացողությունը մեր մեջ, երբ մենք ցանկացած բան, երբ վերածում ենք խաղի, յուրաքանչյուր երեխա դրա մեջ մտնում է հետաքրքրությամբ, մոտը դոֆամինն է բարձրանում, ինքը ուզում է փորձի, տեսնի, կարող է իր հետաքրքիր է։ Որ պահից են մեր մեջ սպանում, կյանքի որ էտապում է մեր մեջ մեռնում, որ մեծանում ենք, դառնում ենք տենց ձանձրալի, տենց մարդիկ, որոնք ձգտում են միայն ստաբիլ, կայուն, կանխատեսելի, չզարգացող իրականության մեջ ապրել ու դրա հետ օքեյ են։ Բայց նաև խաղադրույքներ անել, որտեղ Հայաստանում խաղադրույքները ամենամեծ տոկոսն է բնակչության զգալում շատ երկրներից, մենք առաջնային երկրների ցանկ ունենք։ Աստորեն ճիշտ է, այնտեղ կապ կա։ Իհարկե կա։ Միևնույն է մարդկանց ինչ որ ստրեսի, ինչ որ ռիսկի զգացողություն պետք է, բայց դա իրագործում է այդ пассив հիվանդոտ խաղադրույքային միջավայրում, ոչ թե ակտիվ սեփական գործունեությամբ, սեփական ուժերով, սեփական նպատակներով եւ այլն։ Դա էլ է այդ փոխարինումն է։ Դա կներեք ոնց որ եթե կնոջը թողած ինքդ քեզանով զբաղվես, էլի այդ նույն բանն է, այդ նույն տրամաբանությունն է։ Դա դու իրականում ռիսկը փոխարինում ես ձևական ռիսկով։ Ու դրա խնդիրը ինձ թվում է գալիս է նրանից ընդհանրապես, որ մարդիկ այդպեսին են, որտեղ մշակութային երևույթ է։ Մենք հայրս այնքան ծանր փորձություններով ենք անցել, որպես ազգ, որ մեր մշակույթի մեջ ամրապնդվել է այդ հանգիստ ապրելու մեծ տենչը։ Առանց դրան շատ ենք սխալներ գործում, չէ՞, մեր պատմության ընթացքում շատ դժվար բաների միջով ենք։ Բայց ամենամեծ ձեռքբերումներ ունեցած ժողովուրդները նրանք են, որոնք ամենամեծ ռիսկեր են գնացել։ Թուրքերը Չինաստանի հյուսիսից եկել հասել են Եվրոպա։ Արաբները Միջին Արևելքից գնացին հասան Իսպանիան զավթեցին եւ 700 տարի Իսպանիան եղել է արաբների իշխանության ներքո։ Իրականում մեր նախանախնիները ժամանակին այստեղից գնացել են դեպի հյուսիս, բնակվել են Դոնի ափերին, այնտեղ ստեպերում սովորել են սանձել ձիերին, ստեպի ձիերին, եւ դրա շնորհիվ պաշարել են ամբողջ Եվրոպան։ Դրանք դժվար թե հայ լինեին, որտեղ նրանք հայ հասկացություն դեռ չկար, դա մոտավորապես 10000 տարի առաջ էր, բայց իրենցից նայեք մենք ենք առաջացել այդ նույն մարդկանց, մենք հետնորդներն ենք։ Իրենցից մի մասը դե վերադարձել հետո Հայաստան եւ մենք այդ գենի մի մասը նաեւ ստացել ենք նորից իրենցից, բայց մեր դա ես ասում եմ այն ինչ որ վերջի 2 տարվա ընթացքում է բացահայտվել ծավալուն ԴՆԹ հետազոտությունների արդյունքում, որ դու մի ասա իրականում այդ հնդեվրոպական ցիվիլիզացիա որ կոչում են, մեծ հավանականությամբ առաջացել է այս տարածքներում։ Եվ մենք այդ հնդեվրոպական ցիվիլիզացիայի ակունքներից բխած ազգ ենք։
հետաքրքիր կերպով։ Ու ուզում ասեմ մեր մեջ դա եղել է ժամանակ, բայց հետո հավանաբար այդ մեծ կորուստների արդյունքը որ մենք ունեցել ենք, Տիգրան Մեծի օրոք մեր բանակը, մեր տեսակը ձգտել է կայսրություն կառուցել եւ կառուցել է եւ 100 տարի մենք եղել ենք կայսրություն, հայկական կայսրություն։ Իդեպ Բյուզանդիայի կայսրերը մի քանի սերունդ հայեր են եղել։ Բյուզանդիան հունական կայսրություն չէ։ Այն այսպես համընդհանուր կայսրություն է եղել, որտեղ լեզուն եղել է հունարենը, ինչպես շատ այլ պետություններ, որտեղ այն ժամանակ lingua franca, խոսելու լեզուն, ինչպես այսօր անգլերենը, այն ժամանակ հունարենն էր։ Բայց իշխանավորներ եղել են տարբեր ազգերից եւ մի քանի սերունդ եղել են հայեր։ Մենք ունենք ինչ որ առումով այդ բանը մեր մեջ դնթեի մակարդակի վրա, մենք դա չենք կորցրել, բայց մշակութային մակարդակով մենք հիմա անընդհատ ձգտում ենք միայն ոչինչ չլինի վիճակին, որը վտանգավոր է, որովհետև ինչպես Նասիմ Թալեբն է ասում, ռիսկից խուսափելը ամենամեծ ռիսկային ճանապարհն է, ամենամեծ ռիսկերի ճանապարհն է։ Եթե դուք անդադ ձեր կյանքում փորձում եք ռիսկից խուսափելով որոշումներ կայացնել, դա ամենառիսկային ճանապարհն է։ Կուտակում եք այլ ռիսկեր։ Դուք անընդհատ ռիսկի մեջ եք գտնվում, վաղ թե ուշ ձախողելու եք։ Չկա մարդ, որ հաղթել է, հաջողել է առանց ռիսկի գնալ, դա անհնարին է։ Հետաքրքիր էր, որ պատմում էր 2008 թվականի տնտեսական ճգնաժամը, որտեղ ասում էր, տեսեք, բանկերները առանց ռիսկի անում էին քայլեր, բայց այդ ռիսկը փաստորեն կուտակվում էր տնտեսության մեջ, ժողովրդի վրա էր այդ ռիսկը բաշխվում։ Իրականում այդ ռիսկը ամեն դեպքում, նույնիսկ եթե ձեր վրա չի կուտակվում, ինչ որ միտեղ կուտակվում եւ բոլորի վրա է արդյունքում անդրադառնում։ Դե օրինակ ես ինչու եմ մտահոգված հայկական բանկային համակարգի շուրջ, որտեղ սկսած կենտրոնական բանկից եւ վերջացրած բոլոր բանկերով մեր ամբողջ ֆինանսական համակարգը ռիսկերից խուսափող է։ Մեր բանկերը չեն մտնում ներդրումային դաշտ, ընդհանրապես չեն մտնում, որտեղ ներդրումները ռիսկային են։ Բայց արդյունքում մեր տնտեսությունը չի զարգանում եւ վաղ թե ուշ դա բանկերին սպանելու է։ Ուզում ասեմ, դա միշտ այդպես է։ Եթե դու անընդհատ վերցնում ես այսպիսի ճանապարհ, որ նվազագույն ռիսկի ճանապարհով գնաս, վաղ թե ուշ դա բերելու է խնդիրների։ Լավ, մենք օգտագործեցինք Ռուսաստանի ռիսկը պատերազմի մեջ մտնելու եւ դրա շնորհիվ եւս մի քիչ շունչ ստացանք տնտեսապես մի քիչ աճելու, բայց եթե մենք նորից շարունակենք այս ճանապարհով անվերջ, վաղ թե ուշ դա բերելու է ձախողման։ Նույնիսկ կուզեի հենց հիմա չեղարկեի բոլոր այսօրվա հանդիպումները մի 2 ժամ ցենց խոսեինք, բայց ցավոք սրտի մեր ժամանակը սահմանափակ է ու այս թեման իրականում կիսատ է հիմա մենք այս թեման էլի կարող ենք բացել ու շարունակել, բայց ստիպված եմ անցնել մի հատ շատ կարևոր ուրիշ թեմայի, որտեղ մեր ժամանակը քիչ էր մնացել։ Ուրեմն մեջբերում եմ ուղիղ ձեր խոսքերը։ Իդեպ ասեմ, սա ասել եք 2 տարի առաջ ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ, որ ես լսելուց հետո ուղղակի ապշեցի, ասացի ոնց կարող է Արամը Փախչանյան լինելով ֆիզիկոս նման բան ասել։ Հիմա ես ասեմ, դուք մեկնաբան եք։ Որպես ֆիզիկոս ես գիտեմ, որ աշխարհը կանխորոշված է, ֆիզիկական նյութական աշխարհը ունի ներքին կանխորոշվածություն։ Հիմա էլ եք այդպես կարծում։ Դա փաստ է։ Իսկ ուր մնաց Հայզենբերգի անորոշությունների սկզբունքը։ Հայզենբերգի անորոշությունների սկզբունքը այլ բան է ասում։ Քվանտային ֆիզիկաները, ընդհանրապես ֆիզիկան իր բնույթով նկարագրում է աշխարհը որպես դետերմինացված, շարունակում է որոշակիության, եթե դու գիտես այսօրվա վիճակը ամեն ինչի, դու կարող ես իմանալ թե հաջորդ պահին ինչպիսին կլինի այդ նյութի կամ նույն երևույթի վիճակը։ Քվանտային ֆիզիկան ունի երկու բան, մոտեցում։ Մենք չենք հասկանում ինչպես կարելի է այդ ամենը բացատրել, ինչ մենք տեսնում ենք, բայց ոնց որ երկու բացատրություն կա։ Մեկը, որ միևնույն է ամեն ինչ կանխորոշված է, ուղղակի մենք չգիտենք թե ինչ է լինելու, միջև չենք չափում, բայց չափման արդյունքը կանխորոշված է։ Երկրորդը դա այն է, որ այո, կա անորոշություն, բայց այն իրապես պատահական է։ Այսինքն մենք մասնիկի միաժամանակ դիրքն ու տեղը չենք կներեք արագությունն ու մասնիկի արագությունն ու դիրքը միաժամանակ չեն կարողանում չափել եւ դրա համար չեն կարողանում կանխատեսել։ Դա չափելու խնդիր է, ոչ թե կանխատեսման։
Եվ դա մասնիկի հատկանիշն է, ոչ թե չափման հատկանիշ։ Այո, որովհետև ազդում ենք իրար չափելուց։ Այո, ասելիքս հետեւյալն է, որ ցանկացած ինտերպրետացիայի պարագայում կամ մենք պայմանավորում ենք, որ ամեն ինչը կանխորոշված է, դա մի տարբերակն է, մյուսը ամեն ինչը կանխորոշված է պլյուս կա պատահականություն։ Բայց բացարձակ պատահականություն։ Հավասարաչափ բաշխված պատահականություն, իդեալական բաշխվածություն։ Այսինքն յուրաքանչյուր տարբերակ հավասարապես հավանական է։ Այո, հավասարապես որոշ դեպքերում հավասար, եթե դա ուղիղ համատական է, բանը չի հակադրվում ֆիզիկայի։ Այսպես եմ, տարբեր բաշխումներ են լինում, կամ գաուսյան է, կամ այլ տեսակի բաշխում։ Գաուսյան բաշխում որոշակի պայմաններում են, բայց դա չի կարևոր։ Կարևորն է, որ այդ բաշխումը հավանականության գեղեցիկ բանաձևով եւ իրականում դա քվանտային ֆիզիկայի պարագայում Շրոդինգերի բանը հենց դա է տալիս բանաձևը, բայց ասածս այլ բան է, որ ամեն դեպքում այդ ամենում չկա կամք։ Երբ որ մենք խոսում ենք մարդու կամքի ազատության մասին, ես դա եմ ասում։ Մենք պետք է գիտակցենք, որ կամ այն չկա, դա նշանակում է մենք պատական ենք որոշում ենք, բացարձակ պատական, մեզանից կախված չի, բայց կախված է էլեկտրոններից, որ մեր գլխում պատտում են։ Կամ մեր բոլոր որոշումները կանխորոշված են։ Դա մի դեպքում կամքի ազատություն կա, մի դեպքում չկա։ Չէ, երկու դեպքում է չկա։ Դուք ազատ չեք, եթե ձեր որոշումը պատահական է։ Դա ինչ ազատություն։ Բացարձակ պատահական է։ Նույնն ոնց որ բան գցեիք, ես ասեի դու որոշի, ես մի հատ դրամ կգցեիք, ասեի, ահա, այսպես եմ սա եմ որոշել։ Դա էլ որոշում չի, դա էլ կամք չի։ Կամք հասկացությունը մենք հավատում ենք կամքի, մենք պետք է հավատանք, որ մարդը ի վիճակի է տնօրինել նյութական աշխարհը։ Ուրիշ ձև չկա դա անցալելու։ Կամ մենք չպետք է հավատանք, մենք պետք է հետևողական լինենք։ Ես ասում եմ պարզաբար, որ աթեիստներ պետք է հետևողական լինեն։ Եթե իրենք ասում են, որ նյութական աշխարհը այնպեսին է, ինչպես մենք ինձ դիտարկում ենք եւ այլ բան չկա, իրենք պետք է հաջորդով ասեն, որ մենք կամքի ազատություն չունենք։ Դա նշանակում է, եթե մեկը մոտեցավ եւ ինձ հարվածեց, ես պետք է ընկալեմ, որ այդ մարդը չէր կարող ինձ չհարվածել։ Դա պայմանավորված է կամ կանխորոշված է պատմականորեն, ու ինձ իրեն հակադարձելը անիմաստ է։ Այդ նույնն է ոնց որ ասենք թքեր քամու դիմաց։ Անիմաստ է այդ մարդը դա արել, որտեղ ինքը ռոբոտ է, ֆիզիկական ռոբոտ է, այդ մարդը մարդ չի, ինքը ուղեղ չունի։ Անկամ իր ուղեղը պայմանականություն է, իր բոլոր գործողությունները, նույն հիմա ձեզ ինչ-որ ձեզ պատմում եմ, ձեր հարցերը ինձ տալիս եք։ Այդ ամենը կանխորոշված է բնությամբ։ Մենք չենք կարող այլ կերպ։ Դա նշանակում է մենք բարոյական իրավունք չունենք մարդկացից ինչ-որ բան պահանջել։ Okay, ես կարդում եմ Սեմ Հարիսի գիրքը կամքի ազատության մասին, ինքը հենց այդպես էլ կոչվում է Свобода воли, которая не существует։ Չգիտեմ կարդացել եք այդ ծանոթ եք այդ գործին, շատ փոքր, բարակ գիրք է, հեշտ կարդացվող ու շատ հետաքրքիր միտք է ասում։ Ասում լավ, եկեք վերցնենք այն թեզը, որ կամքի ազատություն ասում են կա, եւ կամքի ազատություն ասում են չկա, այդ թողնում ենք այս բանը մի կողմ։ Կամքի ազատություն կա։ Հետևաբար մեր որոշումների տակ չկան պատճառներ, դա ենք մենք հասկանում։ Եթե կան պատճառներ, նշանակում է դետերմինացված են։ Չէ, պատճառներ չեն։ Տեսեք։ Այսինքն, եթե ես այս բաժակը վերցնում եմ, սրա տակ կա իմ որոշումը, այդ որոշման տակ կա ինչ-որ նեյրոն, որը աշխատում է, որ այդ որոշումը այդ նեյրոնին ակտիվացնում է մեկ այլ նեյրոն։ Այդ մեկ այլ նեյրոնին ակտիվացնում է մեկ այլ հիշողության հետ կապված նեյրոն, այդ հիշողությունը արտնացնում է ինչ-որ հոտ։ Այսինքն, շղթա է ինչ-որ ձևավորվում, որը շատ բարդ է իրականում, բայց ինչ են ասում։ Կամքի ազատության կողմնակիցներն ասում են, որ դե մենք ազատ ենք որոշել, քանի որ կա հոգի, այդտեղ խաղի ոնց որ հավասարման մեջ մտնում է հոգու ֆորմուլայի մեջ մտնում է հոգին։ Իսկ կամքի ազատությանը դեմ խոսող մարդիկ ասում են, որ օքեյ, անգամ եթե կա այդ հոգին, անգամ եթե մեր ուղեղով են կայացնում որոշումները եւ մենք ինքնուրույն ենք որոշում, բայց այդ ինքնուրույն որոշելը օթից չենք վերցնում ու ցանկացած բայի ինչ որ ռանդոմ որոշումներ կայացնում, մենք որոշում ենք կայացնում որևէ բանի վրա հիմնվելով, հետեւաբար այդ որևէ բանի վրա հիմնվելը ենթադրում է, որ դա էլ է որևէ բանի վրա հիմնված եւ դա այդքանով դետերմինացված է, այսինքն մեր որոշումները պատճառահետևանքային կապեր ունեն։ Հենց տեսեք, իհարկե ունեն։ Մեր բոլոր որոշումները ունեն պատճառահետևանքային կապեր, իհարկե։ Ուղղակի հարցն այն է, թե մենք ազատ ենք որոշում կայացնել այդ պատճառային հետևանքային կապերը հաշվի առնելով, թե մենք որոշում ենք կայացնում միայն
պատճառահետևանքային կապերով։ Կոպիտ ասած, ես իմ տան ավտոմատ փոշեկուլի նման վազվզում են, որտեղ մեջս մա ծրագիր է դրած կամ տվյալներ են հավաքագրած իմ նյուրային համակարգում եւ իրենք լրիվ կանխորոշում են իմ հաջորդ քայլը։ Թե ես ամեն պահին ունեմ ընտրության զգացողություն, որ ես ընտրում եմ ու այդ ես հասկացությունը կա։ Այս ամբողջի խորքում գտնվում է չլուծված հարց, թե ով է եսը։ Ինչ է Գիտակցությունը, հա, այդ այդ cognition-ը ինչ է։ Ով ենք մենք, այդ menքը կամ եսը, այդ ինչ է։ Որտեւ օրինակ մենք արհեստական բանականության մեջ այդ զգացողությունը չեն կարողանում արտնասնել։ Այն չգիտի իր մասին ոչինչ։ Բացի նրանից, ինչ մենք իրեն պատմում ենք։ Մարդը տարբերվում է բոլոր այլ էակներից, գոնե մեր այսօրվա մեր գիտելիքով։ Նրանով մենք ունենք այդ եսի զգացողությունը կամ ինչ որ բան մեր մեջ, որին մենք վերագրում ենք որոշակի ամբողջականություն եւ որի գործողությունները մենք համարում ենք ամեն մեր գործողություն կամ ամեն մեր քայլ, ամեն մեր խոսք մենք համարում ենք այդ մի տեղից եկող որոշման արդյունք։ Այսինքն այնտեղ կա ինչ-որ մի կենտրոն, որը որոշում է կայացնում։ Այո, այդ կենտրոնը նաև գիտակցում է այն ինչ որ կայացրել եւ գիտակցում է դրա հետևանքները եւ ունի հիշողություն դրա մասին եւ այդ հիշողությունը ազդում է իր վրա եւ բացի հիշողությունից հետաքրքիր կերպով ազդում են ուրիշ տարբեր բաներ։ Օրինակ դուք կարող եք գնալ մի հատ տեքստ կարդալ եւ ինչ որ բաներ սկսել մտածել, որ ձեզ համար շատ անսովոր է, հետաքրքիր, դուք չեք հասկանում, բայց ինչու է սա մտածեցի։ Ինչու ես այդպես մտածեցի, ինչու ոչ այլպես։ Մի մարդ ձեզ մի բան ասում եք, ինչ հետաքրքիր բան, երբեք չէի մտածել այդպես։ Ու ձեզ դա դուր է գալիս, այդ ձեզ դուր գալը, այդ ինչ է։ Դիմացինին ընկալելը, դա ինչ է։ Այդ ամենը մենք այդ էմոցիաները, որ մենք ապրում ենք, դա միայն ֆիզիոլոգիական զգացողություններ են տարբեր կետերում մեր մարմնի այդ հաճույքները, դժգոհությունը, բան։ Թե դա մատ ինչ որ տեղում հետո հավաքվում է եւ դառնում է մեր մասը, մատ ինչ որ բանի մասը։ Այդ ամենը մենք միջևս չենք հասկացել, ինչպես է դա աշխատում։ Եվ դրա մասին հիմա անդադ խոսում են, եւ դրա մասին տարբեր տեսություններ կան։ Եվ մենք պիտի հասկանանք մի բան, որ ամեն դեպքում եթե մենք չունենք եւս մի հանգամանք, որը պայմանավորում է այն, որ մեր ուղեղը ոչ թե արհեստական բանականության նման գեներացնում է ինչ որ տեքստեր, բան եւ այլն, այլ ունի նպատակի զգացողություն, որոշում կայացնելու ներքին կամքի զգացողություն եւ կարծում է, որ եթե իրեն չեն պարտադրում որևէ բան, նա կարող է մտածել եւ որոշել եւ գործել ըստ որոշման եւ մենք դա համարում ենք արժեք եւ կարեւոր մեզ համար, չէ՞։ Նշանակում է մենք դա այդ հանգամանքի բարգը մենք համարենք, որ կա կամք, կա եսը, որը որոշում է կայացրել։ Իսկ այդ եսը, այդ կամքը ինչի հիման վրա իր որոշումները կայացնում, թե օդից է վերցնում։ Հոգուց, իսկ հոգին մեզ համար անհասկանալի, անկարելի, ինքը աստվածային է։ Այն առաջացել է, որտեղ մեր մեջ դա դրել է Աստված։ Դա եթե մենք դառնում ենք հավատացյալ։ Եթե ագնոստիկ ենք, մի հատ ինչ որ սուբստրատ է, որի ծագումը մենք չգիտենք, որի հետ մենք չենք կարող առնչվել, բայց որը նյութական չէ, որտեղ նյութական աշխարհի օրենքներով մենք ռոբոտ ենք։ Արամ ջան, բայց ես հետաքրքիր հարց աստեղ երկար կարող ենք խոսել։ Հոգու գաղափարը կրոնական գաղափար չէ։ Որը ունի կրոնական ծագում եւ որը գիտականորեն հիմնավորված չէ։ Տեսեք, գիտությամբ շատ բան հիմնավորված չէ։ Գիտությամբ անգամ դուք շատ པարզ բաներ չեք կարողանում բացել։ Գիտության գործիքները աշխատում են որոշ դեպքերում։ Օրինակ, սոցիալական process-ների, գործընթացների մեծ մասը գիտությունը ի վիճակի չէ հետազոտել։ Որտեվ դրա այդ պարագայում գիտությունը գործ ունի մարդկանց հետ եւ մարդկանց պարագայում շատ դժվար է պատճառահետևանքային կապեր ունենալ։ Այսինքն, եթե դուք նայեք սոցիոլոգիան, ապա սոցիոլոգիական հետազոտությունների կամ հոդվածների ճնշող մեծամասնությունը կոռելացիոներ են ասում։ Իրենք ասում են, որ սա սրա հետ կապված է, բայց ինչպես է կապված չեն կարող։
Այո, շատ բաներ, մենք կարող ենք ասել, որ կա կապվածություն, բայց պատճառ-հետևանքային կապը չեն կարող բացահայտել։ Եվ դա սկզբունքային խնդիր է։ Լուծում չունի։ Ուզում ասեմ, գիտություն ունի որոշակի սահմանափակումներ որպես գործիք։ Այն բացարձակ գործիք չէ ճանաչողության։ Միանշանակ։ Եվ բայց մարդը կարիք ունի որոշ դեպքերում որոշումներ կայացնել։ Ես պետք է հասկանամ, դու ինձ հարվածեցիր, որովհետև ինձ սիրում ես, թե ատում ես, չէ՞։ Մեկը մյուսի հետ խոսելուց։ Հետևաբար ես պիտի որոշում կայացնեմ դրա շուրջ։ Շարունակում ես պիտի կառուցեմ սեփական տեսություններ, ընկալումներ, բայց նաև ժամանակի ընթացքում հետաքրքիր կերպով ինձ մոտ առաջանում է որոշակի ինտուիտիվ ընկալում, որի հիման վրա ես կարողանում եմ հասկանալ, բացահայտել ինչ-որ բան այլ մարդկանց մեջ, որ որևէ գիտական տեսությամբ աննարին է անել։ Մարդկանց տրված են ճանաչողության այլ գործիքներ բացի գիտությունից, եւ դրանք պետք է օգտագործել։ Homo Deus podcast-ը ամբողջովին նկարահանվում եւ արտադրվում է Spin Ideas Agency-ում։ Այստեղ կարող եք ոչ միայն նկարահանել ձեր podcast-ները, այլ նաեւ կարող եք ձեռք բերել ծառայություններ ձեր ընկերության մարքեթինգի, բրենդինգի եւ այլ ուղղություններով։ Ծառայություններից օգտվելու համար գոյություն ունի ստանդարտ արժեք եւ հատուկ արժեք, որը տրամադրվում է Homo Deus պրոմոկոդը նշելով։ Եթե որոշել եք ձեր բիզնեսը բարձրացնել նոր մակարդակի, ապա զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Շատ լավ, բայց ինչից ենք մենք վերցնում, որ հենց հոգին է դա։ Ուղղակի դրա տակ որևէ հիմնավորում չկա, պետք է պրոստը հավատանք դրան, ուղղակի հավատանք։ Ավելի լավ տեսություն մենք չունենք։ Մենք չունենք ավելի լավ տեսություն առայն, թե ինչու մարդը ռոբոտ չէ։ Կամ մենք պետք է այլ բան ասենք, մարդը ռոբոտ է։ Ռոբոտից ավելի վատ բան։ Մարդը քարից ոչինչով չի տարբերվում։ Չէ, դե հաջորդ կողմը տեսության է նա, որ մարդը ոչ թե ռոբոտ է, այլ մարդու ինչպես ցանկացած օրգանիզմում գոյություն ունի մեխանիզմներ, որոնք որ գործարկում են օրինակ սովի զգացումը, որը ստամոքսում ինչ որ process-ներ հասկանալի է, բայց դրանշակում է, տեսեք, նույնն էլ մեծ պայթյունից հետո ընթացել են process-ներ, որոնք բոլորը ունեցել են ֆիզիկական բնույթ։ Եվ պետք է հասել է մարդուն, ձեզ, ինձ եւ այլն։ Մենք մոլեկուլներից, ատոմներից բաղկացած ենք, այդ ատոմների մոլեկուլների մեծ մասը առաջացել է մեծ պայթյունի արդյունքում։ Գոնե սկզբից, հետո դրանք այլ մեծ պայթյունների արդյունքում ավելի բարդ նյութեր են առաջացել, տարբեր աստղերում եւ եկել հասել են մեզ։ Մենք շատ հին ենք։ Ձեր եւ մեր մեջ ամեն ինչը ստեղծվել է միլիարդավոր տարիներ առաջ։ Հիմա մենք դա ունենք մեր մեջ եւ ապրում ենք։ Ինչպես կա քարը, հողը, մարդու ֆունկցիան հիմնական արտաքին աշխարհի էնտրոպիան բարձրացնելով ներքին էնտրոպիան նվազեցնելն է։ Հենց որ մեր ներքին էնտրոպիան բարձրանում ենք մահանում ենք։ Դա մեր հիմնական ֆունկցիան է։ Եթե մենք այդպես ենք դիտում, ապա մարդը որևէ արժեք չունի։ Բայց ինչ ենք մենք վախենում այդ մտքից։ Որտեղ մենք սկսենք իրար սպանել հեշտությամբ։ Մենք կարող ենք իրար ոչնչացնել։ Որտեղ եթե ես գիտեմ, որ դուք նոր ասացիք այս, որովհետև մեծ պայթյունից եկել է որոշ պատճառատևանքային process ֆիզիկական, դուք ընդհանրապես ֆիզիկական երևույթ եք, հասկանում եք։ Okay, եթե ես աթեիստ եմ, իսկ ես աթեիստ եմ ինձ համարում, ես չեմ հավատում օրինակ այն, որ աշխարհի ստեղծման գաղափարի, աշխարհի ստեղծման process-ի մեջ գիտակցված միջամտություն է եղել մասնավորապես այն ինչ որ առաջարկում է կրոնական գրքերը, դա չի նշանակում, որ տարբեր կրոններ կան, գրքերը, դրա համար եմ ասում գրքերը ցանկացած կրոն նկատի ունենալով։ Եւ հետեւաբար դա չի նշանակում, որ դա դրանից հետեւություն, որ ես նաեւ բարոյապես եմ զուրկ որևէ սկզբունքներից։ Իսկ բարոյապես զուրկ։ Դա փիլիսոփայական հարց է։ Չէ, բարոյականությունը ինչ է։ Փիլիսոփայական հարց է։ Չէ, ուղղակի դու պատասխան տվեք։ Շատ լղոզված արտահայտություն է, որովհետեւ բարոյականությունը տարբեր իրավիճակներում տարբեր ձևանք է։ Ձեր ընկալումը ո՞րն է։ Իմ ընկալումը բարոյականությունը դա այն ամենն է, ինչը ձգտում է նվազեցնել ուրիշներին վնասելու եւ բարիքը բազմապատկելու համար է նախատեսված։ Այո, որը ձեր ուղեղի էլեկտրոնների շարժման արդյունքում է։ Հա։ Դրա արժեքը ո՞րն է։ Դե տեսեք, դա էմերջենտ հատկությունն է, իմ ուղեղի նեյրոնների առանձին նեյրոնների էմերջենտ հատկությունը շատ լավ բան է, հետաքրքիր է, կարելի է դիտարկել նույն ձև էմերջենտ հատկությունը ծառի աճը, բայց ծառը կտրում ենք, վերածում ենք թղթի, խնդիր չկա։ Հիմա ես ինչու ձեզ պիտի արժևորեմ։ Որտեվ հասարակությունը այլապես ինձ վնաս կասի, իսկ իմ ներքին ռոբոտը պահանջում է գոյատևել, որտեղ ես պիտի ոնց որ մասնակցեմ այդ անվերջ process-ին էնտրոպիայի նվազեցման։ Այսինքն То есть ես ճիշտ եմ հասկանում, որպեսզի մենք իրար արժևորենք, որպեսզի մենք իրար գնահատենք եւ հասկանանք։ Մենք պետք է հասկանանք, որ ձեր բոլոր գործողությունները պայմանավորված են այլ բանով, քան ֆիզիկական երևույթներով։ Պետք է գնանք ամենաֆունդամենտին, որ այս ամեն ինչը իմաստ ունի։ Չէ, իմաստի հարց չի, իմաստներ մենք վերագրում ենք, այլ բան է հարցը։ Տեսեք, եթե դուք ընդամենը ֆիզիկական երևույթների արդյունքում եք գործում,
նշանակում է դուք չկաք։ Կա, իմ դիմացը կա, բայց ֆիզիկական օբյեկտ, որ շատ տակիր է կարելի ուսումնասիրել։ Բայց որի նկատմամբ ես որևէ էմոցիոնալ զգացողություն չեմ կարող ունենալ, կամ եթե ունեմ, ես պետք է գիտակցեմ, որ դա էլի պայմանավորված է որոշ ֆիզիկական process-ներով, որոնք գալիս հասնում են մեծ պայթյունի, որի մեջ ես agency չունեմ, ես ոչինչ չունեմ։ Շատ օքեյ, հոգու դեպքում ինչա փոխվում, հոգու դեպքում դա ինչ որ ավելացնում է վերֆիզիկական ինչ որ հավասար, ինչ որ վերֆիզիկական առաջանում է մեկը, որը իրավունք ունի որոշում կայացնել, ես իր հետ հաշվի նստեմ։ Ես սկսում եմ հաշվի նստել, ես միակ կարող եմ հաշվի նստել։ Մենք հավատում ենք, որ այդ մեկը կա։ Ուղղակի զուտ հավատում ենք, որ այդ մեկը կա ու այդ մեկը այդ հոգին է։ Մեզ ամբողջ կյանքն է դա ապացուցում, եթե մենք տեսեք դու կարող դրա մասին չմտածել, դու կարող ես հոգի չկա, բայց այդ դեպքում դուք պետք է ձեզ բացատրեք, ինչու եք դուք ինձ արժևորում, ինչու եք դուք ինձ կանչել այս բանի, որովհետև այն ինչ որ ես պիտի ասեի, ես պիտի ասեի ամեն դեպքում, որովհետև դա պայմանավորված է ֆիզիկական process-ներով, որոնք ունեն հստակ պատճառ-հետևանքային կապ, մեծ պայթյունից սկսած, ձեզ ինչու է տա քեզ ինչ եմ ասում։ Դե բնականաբար ամբողջ ընթացքում մեր զրույցի այդ մասին չեմ էլ մտածել, ու չենք էլ մտածում կյանքի ընթացքում։ Այդա խնդիրը մտածեք, որովհետև դա է ձեր համոզմունքը, որ դա ինքնստինքյան ես ռոբոտ եմ, ես չէի կարող այլ բան ասել, չէի կարող, ես չգիտեմ ինչ էի կարող, բայց ինչ որ ես ասացի նախապայմանավորված է։ Դուք պետք է ֆատալիստ լինեք, դուք պետք է իմանաք, որ ինչ պատահի, պատահելու է, դա չի կարելի որևէ ձևով կանխել։ Դուք կամք չունեք, դուք չեք որ բան փոխել։ Եթե դուք փորձում եք անգամ փոխել, դա էլ է ֆիզիկական երևույթ, որը նախապայմանավորված է։ Ասեմ, այն որ դուք ասում եք, որ այդ դեպքում ստացվում է, որ ամեն ինչ կանխորոշված է, այդպես չի բնականաբար, քանի որ ոչ մեկ չի չեղարկում պատահականությունը եւ Հայզենբերգի անորոշությունների մասին, քանի որ ձեզ չի օգնում։ Դա ձեզ չի օգնում։ Քանի որ մենք երբ իշտում ենք, մենք չենք կարող կանխորոշել, մենք 100% կանխատեսել ինչպես է։ Պատահականությունը պատահականություն կա, պատահականություն կա, բայց պատահականություն նույնն է, որ հիմա Պուտինը որոշի ինքը գմփսնում աշխարհը թե չէ, մացես բան գցի, ասի գմփսնո սեղ մի կոճակը, դա է պատահականություն, Պուտին չկա, կա այդ բանը պատահականություն է։ Չէ, դե արդեն դա պատահականություն չի, դա ուղղակի ինչ որ ռանդոմ ինչ որ արարքա, որը որ ընդհանրապես ոչ մի պատճառով չի պայմանավորված։ Բայց դուք հիմա ասում եք, որ ամեն ինչը ինչ որ ձեզ ազատում է պատճառ-հետևանքային կապից պատահական է։ Դա ձեզ ինչով է օգնում։ Ինչը որ ազատում է պատճառահետևանք, չէ, ինչ որ ազատում է պատճառահետևանքային կապին, դա ազատության կամքի ազատության մասին է։ Ես ասում եմ, որ պատճառահետևանքային կապը այնքանով կա, որքանով կա հավանականություն, որ պայմանական, ես ձեզ որ հարցում եմ ձեր սիրելի գույնը, հավանականություն կա հավասարապես, որ դուք կասեք պայմանական S, կարմիր, սպիտակ, դեղին, կանաչ գույների մեջ, ձեր ընտրությունը դրանցից մեկը կլինի։ Դա հավանականություն է, ոչ թե պատահականություն։ Հիմա եթե ես, որ դուք ինձ հարցնեիք, որն է իմ սիրած գույնը, ասեի հիմա կասեմ, վերցնեի իմ այդ բանի վրա, հեռախոսությունում ծրագիր բացի, որ պատահական գույնը ցույց տալիս։ Սեղմի ասեի սա է։ Չնայի անգամ։ Դուք ասեք ես պատասխան տվեցի ձեզ։ Ես ձեզ հիմա պատասխանեմ։ Մաքս Պլանկի համալսարանում 2008 թվականին մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆի տակ մարդկանց տալիս են հնարավորություն ընտրելու իրենց արժև ներկայացված տասնյակ նկարներից մեկը։ Եվ որոշում կայացնել, որ ձեռքով են ցույց տալու, որ նկարներ իրենք ընտրել։ Եվ 11 վայրկյան առաջ ուսումնասիրությունը ուղեղի արդեն ցույց էր տալիս, որ գիտեն, թե ինչ է ընտրելու այդ մարդը։ Բայց որոշումը մարդու մտքերում առաջանում էր, մարդը գիտակցում էր այդ մարդու հոգին գիտակցությունը ուղեղում սկզբում առաջանում էր ոնց որ նախանշան որ այս հատվածը ակտիվանում է եւ ամենայն հավանականությամբ ինքը աշկ ու ձախ ձեռքով անելու ու մարդիկ կարողանում են 11 վայրկյան առաջ կանխատեսել նույնը Բենջամին Լիբետի էքսպերիմենտը որը արվել է անցած դարում արդեն 1950-ականներին ու թե 60-ականներին չեմ հիշում որտեղ ինքը ուղակի մարդկանց ասում էր խնդրում եմ հիշեք որ մասում էր սլաքը ու այդ մասում երբ որ հայտնվում է միանգամից ձեր մատը շարժեք ու պարզվում էր որ իրենք մարդիկ ավելի շուտ ուղեղը ակտիվանում էր զոր ամբողջ 5 վայրկյան շուտ ավելի ակտիվանում էր որ պետք է արդեն անեմ այս ինչ վայրկյանին ու հետո նոր իրենք անում էին այսինքն ուղեղում որոշումը առաջանում էր ավելի շուտ քան մենք գիտակցում ենք դրա մասին ինչ է ստացվում է որ այդ հոգին ուղեղն է թե հոգին ավելի ուշ է իմանում եթե ես հիմա ձեզ բաժակը նետեմ դուք կես վայրկյան ոչ մի չեք անի, որովհետև մարդու ռեակցիայի ժամանակն է այդքան։ Տեսողական, դուք տեսնում եք, որ գալիս է բաժակը, բայց կես վայրկյան ձեզ պետք որ գիտակցեք, որ պետք է մի բան անել։ Դա նույն պատճառով դարպասապանը չեն կարողանում 11 մետրանոցը միանգամից գնդակը բռնել։ Իրենք ֆիզիկապես կարող են հասցնել։ Բայց մինչև գնդակը գալիս է, իրենք դեռ մտածում են գնդակը որտեղ է։ Լավագույն դարպասապայի մոտ ռեակցիայի ժամանակը մոտավորապես 0.25 վայրկյան է։
Քառորդ վայրկյան դրանից ավելի արագ ոչ ոք չի կարողանում դա անել։ Դա բնական է, դա մեր նեյրոնային համակարգի աշխատանքի արագությունն է։ Նույն կերպ դուք համակարգ չվի, ստեղը սեղմում եք, միայն որոշ ժամանակ հետո է պրոցեսորի մանում դուք ստեղն եք սեղմել։ Յանի ժամանակ է պետք դա անցալնում։ Դա այլ բան է։ Գիտակցումը որևէ մտքի մեջ, ուղեղի մեջ առաջացած պատկերի երևույթի պահանջում է ժամանակ, դա շատ բնական է, դա մեր նեյրոնային համակարգը դանդաղ է աշխատում։ Դա մենք գիտենք։ Դա չի խնդիրը։ Խնդիրն այն է, որ մենք պետք է հասկանանք, արդյոք այդ նեյրոնային համակարգը ֆիզիկական օբյեկտ է, որը կամ բացարձակ կանխորոշված է, կամ եթե անգամ բացարձակ կանխորոշված չէ, ապա այն երևույթներն որտեղ կատարվում են, ունեն քվանտային պատահականություն, բայց այդ քվանտային պատահականություն չկա, պատահական է, Հավանական։ հա, որոշ հավանականությամբ կամ ես հասկացությունը ինչ որ մի անձ, որին մենք վերագրում ենք այդ գործողությունը։ Եթե ես ընդամենը անում եմ այն, ինչ որ պատահական կերպով ուղղում առաջացել է կամ պայմանավորված է նախորդ իրադարձություններով, էլի դարձա դա ընդամենը ինտերպրետացիայի հարց է, ապա ես չեմ կրում որևէ պատասխանատվություն դրա համար ձեր առջև, ձեզ համար բացարձակ հետաքրքիր չէ։ Չէ, մենք այդ մինչև այդ պահը, երբ դուք դրանից անում եք եզրակացություն, որ ուրեմն պատասխանատվություն չենք կրում եւ այլն, այդ այդպես չի բնականաբար։ Ինչպես կարող են կրել պատասխանատվություն պատահական երևույթի համար։ Ասեմ, պատահական երևույթի համար չէ, այն ինչ որ դետերմինացված է եւ պետք է չլիներ, որը խախտում է հասարակական կարգի, նորմալ կարգի ընթացքը։ Գիտնականները, որոնք հակված են այդ կամքի ազատ դրսևորման, ավելի շատ հակառակը, կամքի ոչ ազատ լինելու դրսևորմանը, իրենք ասում են, որ հետեւյալն է, մենք առաջարկում ենք այսպիսի լուծում։ Ինչ է լինում, երբ մեքենան օրինակ փչանում է։ Մեքենան էլ օրգանիզմ է, որը աշխատում է հետեւյալ կերպ, իր բենզինը օգնում է որպեսզի շարժը չայրվի ու այդ այրման արդյունքում էներգիա գեներացվի, այդ էներգիան փոխանցվի եւ այլն եւ այլն։ Ասում են հետեւյալը, երբ մեքենան փչանում է, օրինակ, դու մեքենան վարում ես, մեկ էլ ինքը արագ ղեկը աչը պտտում, տանում խփում է օրինակ ծառին։ Դու տանում ես մեքենան սարքողի մոտ, պարզվում է, որ քո անիվներից մեկը թույլ էր կամ, չգիտեմ, ղեկի հետ խնդիր կար եւ այլն։ Նույնը ինչու ասում եմ մենք չենք անում, երբ օրինակ մարդը, որը սպանություն է գործել եւ պարզում է, որ իր օրինակ ուղեղի ճակատային հատվածում կա վնասվածք, որը իրեն ազատում է օրինակ ինքնուրույն որոշումներ կա։ Իշակ ինքնուրույն որոշում կասնել, դա չի շակում։ Հիմա չեք բացատրում։ Հա, դա որոշումը կամ պատահական էր, կամ նախապայմանավորված։ Չէ, մի վարքյան, ես չեմ ասում, որ մենք գիտենք ամեն ինչ։ То есть գիտությունը ամեն ինչի պատասխանը տվել է։ Դուք ինձ լավ գիտեք, ինձ թվում է, դա որ գիտությունը ամեն ինչի պատասխանը չի տվել եւ կան բարիերներ, որտեղ մենք հասնում ենք ու կանգնում ենք, օրինակ գիտակցությունը։ Չնայած դրան հետաքրքիր տեսություն կա գիտակցության հետ կապված, իդ մի հոգեբան էր առաջարկում, որ իրականում ֆիզիկան չի ֆունդամենտալ, այլ գիտակցությունը։ Ու դրա համար մենք ֆիզիկայի մեջ սահմանափակված ենք, գիտակցության ու երևակայության մեջ ոչ։ Հետաքրքիր տեսություն էր, բայց դա մոտ 3 ժամվա զրույցն է, ընդհանրապես բաներեցի մեկ նախադասության մեջ շատ հետաքրքիր զրույց, հա։ Ինչն էր միտքը, որ մենք այդ եթե ասելով գալիս ենք հասնում ենք գիտակցության ու հասկանում ենք, որ օքեյ, մենք այստեղ արդեն չգիտենք այս գիտակցությունը ոնց է։ Ինքը գուցե նեյրոնների էմերջենտ հատկությունն է, ինքը գուցե հոգին է, գուցե, բայց մենք չենք պնդում, որ որևէ բանը դրանցից ավելի հավանական է, քան մյուսները։ Մենք ասում ենք հավանական կա սցենարների տարբերակներ։ Դա շրջացում եք իմ հարցը ու դա շատ լավ է ձեզ մոտ ստացվում, բայց չէ, եկեք որ հարցը։ Պարզ հարց կա։ Կա երկու տարբերակ։ Մարդկանց գործողությունների ընկալման։ Մի տարբերակը հետեւյալն է։ Մարդու մեջ կա կարողություն իր ուղեղի աշխատանքը կառավարելու։ Նշանակում է ուղղորդելու էլեկտրոնները եւ նյարդային համակարգի մնացած մասերը այնպես, որպեսզի դրանք խախտելով ֆիզիկայի օրենքները անեն այն, ինչ իրեն է պետք։ Երկրորդը, մարդու մոտ նման կարողություն չկա։ Նշանակում է ուղեղը աշխատում է ինքն իրեն, գործում է ըստ ֆիզիկայի օրենքների եւ անում է այն, ինչ համապատասխանում է ֆիզիկայի օրենքներին։ Եվ ես հիմա պետք է ասեմ, ֆիզիկայի օրենքները ունեն երկու հատկանիշ։ Ընդ որում էլի կախված ինտերպրետացիայից։ Իդեպ այսօրվա ֆիզիկոսների մեծ ամասնությունը հակված են համարել, որ բացարձակ դետերմինացված է աշխարհը, ոչ թե ես օրինակ հակված եմ դրան։ Այո, նշանակում են բոլոր հաջորդ վիճակները պայմանավորված են նախորդ վիճակներով։ Ես հակված եմ այդ։ Հիմա ինչքան մենք տեղ օգտագործենք emergent բառերը, դա ոչինչ չի փոխում։ Բնույթով այդպես է, հիմքում դա է։ Ամեն հաջորդ պահը նախորդ պահի շարունակությունն է ըստ ֆիզիկայի օրենքների։
Սա նշանակում է։ Ամեն հաջորդ պահ բաժանվում է տարբեր հավանականությունների եւ ինչ որ հավանականությամբ հաջորդ պահին լինում է բոլոր հնարավոր Հարցնալը այդ հավանականությունները ով է ազդում, եթե ոչ ոք չի ազդում, եթե այդ հավանականությամբ ես ազդեցություն չունեմ, շարք ինչ որ կատարվել է իմ ուղեղում կամ պատահական է, կամ նախապայմանավորված է։ Դա նշանակում է, որ մենք պետք է այլևս աշխարհը այդպես ընկալենք։ Եթե ձեզ աղջիկ ասում է, ես ձեզ սիրում եմ, դուք պետք է ասեք, դե ես գիտեի, որ ինչ-որ մեկը ինձ մի օր ասելու է, հավանաբար դա ուղղակի պայմանավորված է անում, որ մեծ պայթյունի ժամանակ քո մեջ հավաքվեն այս ատոմները։ Վերջ, դա ուրիշ արժեք չունի այլևս մեզ համար։ Հասկացեք, մնացածը վերագրված է, մնացածը դուք պետք է հասկանաք, որ ձեր ուրախությունը նրանից, որ ձեզ աղջիկ ասել, որ ձեզ սիրում է, էլի նախապայմանավորված է։ Արամ ջան, ինչ որ ժամանակ էլ մենք ասել ենք, որ երկնքից անձրև է գալիս, որովհետև աստվածները ջղանացել են ու ինչ որ մի բայ որոշել ենք, որ ուղղակի դա ջուր է, բանը գոլորշի այնքան հավաքվել, խտացել է ջուր է դարել։ Այո, ինչ որ բայերի գալիս։ Դրանից հետո մենք այլևս երկնքին ոչ մի կամք չենք վերագրում։ Հիմա մենք նույնը պետք է անենք մարդկանց, ես եմ ասում։ Եկեք բացահայտենք ու նոր չվերագրենք կամք։ Ոչ, կամ մենք պետք է հասկանանք, եթե դուք հիմա ասում եք, որ այդ հանգամանքը, որը իր մեջ պարունակում է կամք, այսինքն վեր ֆիզիկական երևույթ, չկա։ Դուք պետք է սկսեք մարդկանց վերաբերվել ինչպես ամպերի։ Չէ, ամպերի։ Դադարել այնտեղ կամք տեսնել, հասկանալ, որ ինքը պայմանավորված է ֆիզիկական երևույթներով։ Դուք պետք է ամեն կենթանի արարածի սկսեք վերաբերվել որպես ֆիզիկական երևույթի, իրեն այլևս չվերագրելով որևէ բան, եթե դուք հետևողական եք, կամ հասկանաք, որ ինքն է ձեզ խաբում եք, եւ ինքն է ձեզ խաբելն է, էլի պայմանավորված է ֆիզիկական երևույթներով, որի վրա դուք որևէ իշխանություն չունեք, եւ ապրեք այդպիսի կյանքով, բայց հանգիստ վերաբերվեք նրան, որ ասենք հայրին սպանում են թուրքերը, որտեղ միևնույն է, դա պայմանավորված է ֆիզիկական երևույթ, դրա որևէ ազդեցություն չունեք, վերջ։ Ու այդ էմոցիոնալ հանգստություն փորձեք ունենալ եւ շատերը կարող այդպես են մտածում են հիմա այն որ ես նույնիսկ մտածում եմ նրա մասին որ ես այս օրինակ այս մտքի հետ համաձայն չեմ դա էլ է պայմանավորված նրանով որ ես ինչ որ մի բանով ինչ որ միտեղ ինչ որ մի բան իմացել եմ մտածել եմ եւ նպաստել է նրան որ հիմա այս օրինակ համաձայն չլինեմ որ օքեյ մեզ կոտորում են պիտի համաձայն լինենք դրա հետ օքեյ ոչ մի բան պիտի դրա հետ չանենք այն որ դուք համաձայն եք թե համաձայն չեք ձեզանով դուք ոչ մի որոշում չեք կայացնում դուք հասկացությունն եք կորում Հասկանում եք, դա վերածվում է ընդհանրապես ինձանով չեմ կա։ Ինձանով եմ կայացնում, ուղղակի այդ ինձանովը Այդ ինձ ինչ է։ Այդ ինձը, այդ իմ ուղեղն է, ու վերջ։ Այդ Այո, որը ռոբոտ է, որը ուղղակի ռոբոտ է։ Բայց ինչի մենք չենք ուզում ընդունենք այդ փաստ։ Ինչի է մեզ վախեցնում այդ տարբերակը ու վանում մենք այդ վերսիան ընդհանրապես բացառում ենք եւ սկսում ենք հավատալ մի վերսիայի, որը ենթադրում է մի բան, որը մենք ոչ տեսել ենք, ոչ շոշափել ենք, ոչ դրա հետևանքներն են կարևոր։ Հասկանում եք, Okay, մեզ ավելի հարմար է հոգու հարմարի հարց չի։ Եթե դուք որպես մտածող, ասենք հին հույները ինչով էին լավ։ Իրենք երբ որ ինչ որ որոշակի գաղափարի հավատում էին, ասենք Դիոգենեսը, ինչ որ պատկերացումներ կյանքի մասին, չէ՞։ Ինքը այդ պատկերացումը իրագործում էր սեփական կյանքում, գնացել մտել էր տակառի մեջ։ Մարդ էր ման գալիս, ցերեկով ինքն էր։ Այո, ցերեկով մարդ էր ման գալիս։ Այդ մարդիկ ազնիվ են, հետևողական են այս մտածողության մեջ։ Հիմա դուք ինձ մի բան եք պատմում, իսկ կյանքում այլ կերպ եք ապրում։ Դե հա, ես չեմ ասում դրա մեջ հակասություն չկա։ Այո, բայց նշանակում է, որ ձեր դուք նու կոպիտ ասած շատ բաներից պիտի հրաժարվեք։ Դուք պետք է ընդունեք, որ որևէ մարդ ինչ էլ անում է, դա նախապայմանավորված է կամ ուղղակի պատահական է։ Եվ այդպես վերաբերվեք այդ, բայց դուք չեք կարող դա անել, շատ դժվար է։ Դուք պետք է ընդունեք, որ ձեզ դժվար է դա անել, որովհետև դա էլ է նախապայմանավորված։ Բայց եթե դուք ջանք եք գործադրում, եթե դուք ազնիվ լինեք ինքներդ ձեզ հետ, դուք դա էլ պետք է ընդունեք։ Եվ այդ ճանապարհով մտածողության գնաք։ Խնդիրն այն է, որ դուք եթե այդ ճանապարհը միջև չգնաք, հավանաբար կհայտնվեք հոգեբուժարանում, որովհետև դա շատ դժվար է այդպես մտածել։ Դա հակա տրամաբանական է, հակա մարդկային է, հակա ամեն ինչ է։ Դուք այդ ճանապարհով կարող եք հասնել նա, որ կարող եք հրացանը տեսնեք նա բոլորին սպանել, որովհետև դուք հասկանաք, որ ձեր շուրջ պատմում է ֆիզիկական օբյեկտներ, որոնք քարից ոչինչով չեն տարբերվում։ Բացարձակ ոչինչով, ծառից ոչինչով չեն տարբերվում։ Մենք մարդուն վերագրում ենք ինչ որ բան, որ իրան տարբերում է ծառից, բայց արի ուտես ոչ։ Մարդը ծառուց ոչինչով չի տարբերում, ինքը նույն ձևի ֆիզիկական օբյեկտ է, որի ամեն գործողությունը նախապայմանավորված է։ Ինչով է տարբերվում, ոչինչով։ Գնանք բոլորին մորթենք, թքած։ Ավելի հետաքրքիր է տեսնենք ինչ կստացի դրանից։ Մենք մեր մտքով անցնում հենց միանգամից դա որ մորթենք։
Կամ որ որտեվ դա է լինելու, որտեվ դուք հասկացեք, երբ որ խնդիրն ինչն է։ Բայց դրա համար էլ մորթելու համար էլ մարդու օրգանիզմում պիտի լինեն այդ նախապայմանները։ Այսօր արդեն մարդիկ գործում են դրանից ելնելով։ Այսօր արդեն այդ մտածողությունը, որ հիմա դուք այսպես հստակ ասում եք, այդ ֆատալիստական մտածողությունը, որը անուն ունի, ու վաղուց կա այդ մտածողությունը, ինքը նոր բան չի, կոչվում է ֆատալիզմ։ Բայց չի ֆատալիզմ, դետերմինիզմ է դա կոչվում։ Նույնն է, նշանակում է ամեն ինչ նախապայմանավորված է, դա նույն միտքն է։ Okay։ Այդ ֆատալիստական մտածողությունը շատ բաների է բերել, պատերազմների, զանգվածային սպանությունների։ Մի վարքյան, կրոնը ու իդեոլոգիաներն ու աշխարհայացների տարբերությունները նույնպես բերել է շատ պատերազմներ, բայց կուզեմ մի պատերազմ նշեք, որը հարուցվել է ֆատալիզմի հետևանքով։ Ֆատալիզմը ունի խորը հետևանք։ Ֆատալիզմի հետևանքը արժեզրկումն է ամեն ինչի։ Մարդկաց միևնույն է արդեն։ Եթե մարդը ֆատալիստ է, իր համար որևէ բան այլևս արժեք չունի։ Որտեւ իր համար ամեն ինչը կանխորոշված է։ Էլ ինչ արժեք ունի գործել, եթե ինքնիստինքյան հասկանել է ինչ է լինելու։ Ինչ արժեք ունի մեկին խնայել, եթե ինքնիստինքյան քո խնայել եւ չխնայելը ոչինչ չի փոխում, ամեն ինչ կանխորոշված է։ Դա պետք է հասկանալ, որ քո անձի արժեքն է կորում, ինքդ քո վրա աշխատելու ցանկությունն է, քո իմաստն է կորում։ Մարդու ընկալման մեջ ամեն ինչ փոխվում է եւ ես ինչքան շփվել եմ ֆատալիստներից, իրենց հետ շփվել ահավոր ծանր է, այդ մարդիկ ահավոր դեպրեսիվ են։ Իրանք ասում են դե մեկ այտենց կր, դե ոչինչ չի փոխ։ Մարդը ընկնում է հոգեվիճակի մեջ, իր մոտ այդ ակտիվությունը agency-ն կորում է։ Լավ, այսինքն ճիշտ հասկացա Արամ ջան, այս տեսանկյունից նույնիսկ եթե հիպոթետիկ վերցնենք, որ կա ինչ-որ մի ճշմարտություն, մենք այդ ճշմարտությունից լավա հեռու մնանք եւ մնանք այս կոնցեպտին, որ գոյություն ունի հոգի ու մեր որոշումներն ազատ են ու երբ որ մենք ունենք ճշմարտություն ընտրելու հնարավորություն, մենք ընտրենք այն ճշմարտությունը, գոնե եթե զուտ պրագմատիկ, ինչպես ժամանակին Բլես Պասկալն էր ասում, որ եթե Աստված չկա, եթե կա, ավելի լավ իրան հավատաս։ Ընտրենք այնպիսի ճշմարտություն, որը մեզ չի սպանում, որը չի բերում նրան, որ մենք կազմալուծում ենք որպես մարդիկ, դառնում ենք անբարոյական տիպաժներ, որոնք որևէ ընկալում, ռացիոնալ ընկալում, կարևորման մարդկանց այլևս չունեն։ Այս այն հարցն է, որտեղ մեզ ճիշտը փնտրել պետք չի։ Մենք չենք կարող գտնել այդ ճիշտը։ Չեն կարող, որովհետև ինչպես նորից կրկնեցի, գիտական մեթոդը ամբողջական չի։ Մենք շատ բաներ գիտության միջոցով չեն կարող որոշել։ Մեր գիտական մեթոդը ունի որոշակի սահմանափակումներ։ Դե մենք էլ ունենք սահմանափակումներ, մեր աշխարհն էլ ունի սահման։ Այո, եւ եթե մենք գիտենք, միևնույնն է, որ մեր կյանքի որոշումների 99%-ը որևէ գիտական հիմք չունեն, իսկ դա այդպես է։ Եկեք մի քիչ այդ տեսակետից մեզ ազատենք գիտության կապանքներից եւ մտածենք, որ միգուցե գիտությունը ինչ-որ բան չի կարող երբևիցե բացահայտել ու պետք չի անընդհատ կարճել գիտությունից եւ ամեն ինչ մեր որոշումները պայմանավորվում են գիտությամբ, որտեղ դա այդպես չէ։ Պետք չի մենք մեզ նաեւ խափենք եւ ասեմ ամենակարևոր կյանքի որոշումները գիտության հետ որևէ աղերս չունեն։ Գիտությունը մեզ օգնում է, այն շատ գործնական եւ պրակտիկ բան է, այն զարգացնում է մեր մտածողությունը, այն օգնում է մեզ շատ բաներ այլ կերպ ընկալել։ Գիտության շնորհիվ մենք ունենք այլ ընկալում ժամանակի, տարածության, մենք շատ բան այլ կերպ ենք։ Մենք հասկանում ենք, որ մենք երկիր մոլորակի վրա ենք կպած, ոչ թե որովհետեւ ասենք ինչ որ բան կա, այդ կենտրոնում է աշխարհի գտնում երկիր մոլորակը, այլ որովհետեւ ընդհանրապես մեծ զանգված ունեցող մարմինները կորացնում են ժամանակ տարածության բանը 4 բանը չափումներ։ Ու դրա պատճառով գրավիտացիայի զգացողություն առաջ։ Շատ հավես է դա լիքը բան ավելացնում է մեր ուղին, բայց եկեք չփորձենք ամեն ինչ, ասենք դրա շնորհիվ մենք ամեն ինչ գիտենք եւ ինչ որ գիտությունը չի բացահայտել գոյություն չունի, որտեղ դա շատ վտանգավոր ճանապարհ է։ Եթե այդպես մարդիկ մտածեին ի սկզբանե, գիտությունը չէր զարգանա։ Գիտությունը նաեւ զարգացել է այն պատճառով, որ մարդիկ ասել են ոչ, կարող են լինել բաներ, որ գիտությունը չգիտի, բայց կա։ Եվ փնտրել են այդ բաները, եւ գտել են այդ բաները։ Եվ գտել են դեպքերի մեծամասնությամբ գիտության միջոցով, գիտական մեթոդների միջոցով, բայց որոշ դեպքերում պատահականորեն ուղղակի գտել են։ Որևէ գիտություն չի աշխատել, մարդը մեկ էլ փնտրել, այնքան է փնտրել, մինչև գտել է։ Դա որևէ գիտական մեթոդ չի աշխատել։ Ուզում ասեմ, հենց որ մենք դադարում ենք փնտրել
պայմանավորելով ամեն ինչը գիտությամբ, մենք նաև հետաքրքիր բան է, խնդիր առաջանում։ Ու հիմա դա այդ խնդիրը կա գիտության մեջ։ Երբ որ մենք գիտության մեջ շատ մեծ հույս ենք դնում, գիտությունը այլասերվում է։ Հա, սկսում է ցույց տալ նենց բաներ, որ դուր գա մարդկանց։ Այո։ Ու արդեն սկսել է։ Հա, Գիտությունը հիմա բավականին սկսել է այլասերվել հենց այդ պատճառով։ Մենք ինքը չափից դուրս հայտնվեց մարդկանց վստահության դաշտում եւ հիմա հակառակ էֆեկտն է առաջանում, շատ վտանգավոր, որ մենք դադարում ենք վստահել գիտությանը։ Յուրաքանչյուր ոդքասթ որակյալ ու երկարատև լինելու համար կարիք ունի ֆինանսավորման, քանի որ այն ինչ դուք տեսնում եք էկրանից այն կողմ կատարվում է մեծ թիմի աշխատանքի արդյունքում։ Homodeus-ին աջակցելու համար կարող եք անցնել նշված QR կոդով եւ դառնալ մեր ոդքասթի աջակիցը ու ստանալ մի շարք առավելություններ։ Մասնավորապես հնարավորություն եք ստանում դիտել օգտակար ու հետաքրքիր կոնտենտ, որը տեղ չի գտնում YouTube-ում եւ որոնք մենք տեղադրում ենք հատուկ մեր Patreon-ի բաժանորդների համար։ Եվ իհարկե այլ առավելություններ նույնպես, օրինակ հաջորդ հյուրին ընտրել կամ ունենալ հանդիպում մեր ոդքասթի հյուրերի հետ առանձին ավելի անմիջական մթնոլորտում։ Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, որոնք արդեն աջակցում են մեզ։ Հասարակությունների մեջ հիմա ոնց որ հակադարձում կա։ Մարդիկ դե գիտությունը հասկանում, չէ՞, ասենք ձեզ պատմել են, որ լուսինը ունի որոշակի կառուցվածք։ Դուք դրան հավատում եք, ասում են, որ լուսինի բանի նյութը նույնն է ինչ որ երկրին է։ Չէ՞, մեզ դա ասել են։ Մենք դրան հավատում ենք, բայց ինչու ենք հավատում։ Որովհետև ինչ որ գիտնականներ հետազոտել են, եւ մենք այս նկատմամբ ունենք վստահություն, չէ՞։ Ցավոք, ասենք բժշկական հետազոտությունների մոտավորապես 60%-ը fake ունեն կոպիտ սխալներ մաթեմատիկական։ Այդ մարդկանց մենք չենք կարող վստահել։ Ցավոք լիքը այլ բաներ գիտության մեջ հիմա արվում են այնպես, որ արդյունքում հետո երկրորդ, երրորդ զննման արդյունքում բացահայտվում է, որ դա ամենը fake է։ Եվ вообще ինչ կա մեր հիմա իմացած գիտության մեջ, վաղ թե ուշ պարզվելու է, որ դա fake է։ ախր մի բան է, երբ որ մենք ազնվորեն հավատում ենք, որտեղ մեր եղած գիտելիքի հիմա վրա դա միակ կարծիքն է, որ մենք կարող ենք ունենալ, այլ բան, երբ որ մարդիկ գիտակցված մեզ խափում են։ Հա, այդ ուրիշ։ Ու դա արդեն գնալով շատանում է, կամ չգիտակցված ուղղակի կոպիտ սխալներ են թույլ տալիս, որտեղ դա գետ են։ Եվ գիտության մեջ, քանի որ հիմա կա անընդհատ գիտական արդյունք արտադրելու պահանջ հրամայական, մարդիկ պետք է հոդված գրեն, եւ հոդվածից հոդված գրեն, դա իրենց աշխատավարձի միջոցն է դարձել։ Դրա արդյունքում ոնց որ այդ հոդված գրելը դարձել է գործունեության տեսակ։ Եվ ոչ թե գիտական իրական հաջողություններ, բացահայտումներ անելու ճանապարհն է մարդկանց ոգևորում, այլ գումար վաստակել, որ շատ վտանգավոր է, կոռուպցիա է։ Այո, նույն իզմն է։ Այո։ Հիմա եւ դրա պատճառներից մեկը հենց այն է, որ հասարակությունները չափից մեծ հավատ ունեցան գիտության նկատմամբ, եւ գիտությունը վերածվեց ինչպես կոմունիզմի, անվերահսկելի տարածքի, որտեղ մարդիկ վատնում են մեծ գումարներ, առանց հստակ վերահսկողության, առանց որոշ հստակ պահանջների, թե ինչ արդյունք է պետք է բացարձակ վստահություն։ Որտեղ ուներ եւ հենց որ դա բացահայտվում է, վստահություն արա կորում է։ Եվ հիմա ասենք կան այդ հարթ երկրականները, որոնք ասում են որ երկիրը հարթ է եւ այլն, ու 100,000-ավոր, միլիոնավոր մարդիկ դրան հավատում են եւ ասում են գիտնականները ստում են։ Նման բան պատկերացնել, ասենք 20-ական թվականներին անհնարին էր նախորդ դարի, որտեղ գիտության նկատմամբ բացարձակ վստահություն կար։ Ինչ գիտությունը բերում էր, ասում էին, «Ո, այս գիտնականները լիքը բան գիտեն»։ Գտնում են գիտնականներին հարցնում էին։ Եվ գիտնականները շատ զգուշ էին, գիտեին, որ պետք չի ավելորդ խոստումներ տա, պետք է, որտեղ վստահության զգացողությունը իրենց տանջում էր։ Մենք պետք է գիտակցենք, որ կան բաներ, որոնք գիտության դաշտում կարող են չլինել, բայց մարդուն հասանելի լինել։ Եվ եթե մենք տեսնում ենք, որ այդպես մտածելը բերում է շատ ավելի ոնց որ մեզ համար տրամաբանական եւ հասկանալի իրականության, միգուցե այդպես մտածել ավելի ճիշտ է։ Էլ չարժե շարունակել է դա։ Պետք չի չափից դուրս գնալ գիտական, ասել մենք միայն պետք է հավատանք նրան, որ ասում է գիտությունը, դա վտանգավոր, դա էլ է վտանգավոր ճանապարհ։ Միջին չեք ուզում շատ բան հավատալ ասու, պետք չի, բայց կարելի է մի քիչ ագնոստիկ լինել, այսպես մի քիչ ասել դե չգիտեմ։ Դե մենք ի վերջո ինչ-որ մի բանի հավատում ենք, նույնիսկ աթեիստներն են նույնիսկ հավատում։ Ու իդեպ ասեմ աթեիզմը նենց չի որ հավատի առհասարակ բացակայությունն է։ Հենց աթեիզմը աստվածների կողմից աշխարհի ստեղծման մերժումն է, ոչ թե ընդհանրապես հավատի մերժում։ Աթեիզմը մերժում է, աթեիզմը հավատի մասին չի խոսում։ Ինքը աթեիզմը առաջացել է թեիզմի հակադրվելով։ Թեիզմը դա աստվածների կողմից աստվածներին հավատալու։ Այո, հիմա այդ առումով աթեիզմը ինքը ոնց որ կառուցողական բնույթ չունի, աթեիզմի հիմքում լուսավորչականությունն էր։ Մարդիկ, որոնք դարձան աթեիստ, որպեսզի առաջ տանեն այն գաղափարը, որ գիտության վրա է պետք հենվել։ Եվ դա ժամանակի շատ օգնեց։ Հիմա աթեիզմը արդեն ոնց որ մի քիչ իմաստել չունի, ոնց որ
իմաստը որն է։ Մարդիկ այո, համոզված են գիտությունը կարևոր է, պետք չէ իրաց նորից ամեն։ Միգուցե հիմա պետք է լինի նորից, որը ժամանակ հաստատ պետք չէր, էլի։ Բանը այդ մտածողությունը հաղթել էր լուսավորչական մտածողությունը, ավելին ինքը բերել էր պոզիտիվիզմի, որ ընդհանրապես հեսա գիտությունը ամեն ինչ կբացահայտի, որը էլի իր մեջ վտանգներ ունի, որտեվ ինչպես դուք ճիշտ ասացիք, շատ հաճախ գիտությունը սխալ եզրակացություններ է գալիս, եւ հետո այս եզրակացությունները փոխելու կարիք է ունենում։ Ասենք Էյնշտեյնը նույն միջև իր կյանքի վերջ պայքարում է Նիլս Բորի հետ քվանտային ֆիզիկայի որոշ ընկալումների շուրջ։ Իհարկե դա ընկալումների շուրջ էր։ Էյնշտեյնը միանշանակ վստահ էր, որ Հեյզենբերգի եւ Շրոդինգերի բացահայտած օրինաչափությունները ճիշտ են։ Նա կասկած չուներ, ավելին հենց ինքն է եղել հիմնադիրը քվանտային ֆիզիկայի, Էյնշտեյնն է եղել առաջին ֆոտոէֆեկտի բացատրությունը, քվանտային բացատրությունը Էյնշտեյնից է գալիս։ Նա կասկած չուներ, նա պայքարում էր այդ քվանտային ֆիզիկայի ընկալման դեմ, որը շատ տարօրինակ էր իր համար, որ կարելի է բացատրել, որ ամեն ինչը դառնում է հասկանալի փորձի արդյունքում, իսկ մինչ այդ անորոշ է։ Եվ հիմա շատերն են համաձայն, որ Էյնշտեյնը համարյա ճիշտ հարցադրում էր անում։ Եվ այդ հարցադրման լուծում մինչ այսօր չկա։ Եվ Էյնշտեյնը ասում էր, ոչ, ես չեմ ասում, ես գիտեմ ճիշտ պատասխանը, ասում եմ, որ այս պատասխանը, Նիլս Բորի պատասխանը հավանաբար սխալ է, որտեղ մեջ բացահայտ թերություններ կան։ Եւ հիմա արդեն բոլորն են ասում, այո, հիմա նոր սկսել են։ Շատ թերի է իր մեջ լիքը, բայց այն ժամանակ PR-ված էր ավելի բորը ու Էյնշտեյնին։ Բայց նույն Էյնշտեյնը, նույն իր մտածողությամբ զուգահեռ դրան սպանեց փիլիսոփայությունը, ասելով, որ իսկ պետք չի փիլիսոփաներ, որովհետեւ ինձ բացատրեն ժամանակի իմաստը։ Այդ մեծագույն սխալ էր։ Այո, եւ հիմա նույն Էյնշտեյնը միգուցե հենց առաջին հերթին փիլիսոփաների կարիք ունենար, որպեսզի մենք բերենք մի հատ ընկալում մեր ուղեղի մեջ, թե ինչ է իրականությունը, որովհետեւ քվանտային ֆիզիկան մեր իրականությունը նախքին պատկերի իրականության զուտ պարզ պատկերը քանդեց, իսկ նորը մենք մինչ այսօր չունենք։ Մենք ճոթում կախված ենք։ Հիմա փիլիսոփաները նույնիսկ վերադարձել են դաշտ։ Հիմա լիքը նոր ժամանակակից նոր հետաքրքիր փիլիսոփայության զարգացումներ կան, բայց այդ կորուստը ժամանակի եւ այդ խզումը փիլիսոփական մտքի շատ մեծ վնաս է բերել հասարակությանը։ Եվ հուսամ ես մեր զրույցը ինչ որ կերպ կնպաստի, որ նոր փիլիսոփաներ առաջանան աշխարհում։ Հաստատ։ Շնորհակալություն Արամ ջան զրույցի համար։ Այս զրույցը մաս 1-ն էր, պաշտոնապես եմ ասում, որովհետև զրուցելու դեռ շատ բան ունենք եւ անպայման կկազմակերպենք եւս մեկ զրույց, որ համել ավանդույթի չխախտենք։ Դուք ամեն ոդկասթի 2 անգամ եկնի, որտեղ միշտ չի երիքում մի թողարկումը։ Շնորհակալ եմ։ Շատ մեծ հաճույք։ Համել հասցնենք ձեր հանդիպմանը, որովհետև մենք մի քիչ ժամանակից ես արդեն այնպես եմ ուշադրում։ Առաջ եկած։